միլիարդի ուղին։ Ակումբի առաջի պրեմիում անդամն է, հենց մի անգամից հիշում հենց միլիարդի ուղին էր, չէ՞, առաջի միլիարդի ուղին էր, ասացի ես մտնում եմ ակումբ ու հենց ստարտը տվեց։ Հիմա բանկերին մենք ենք թելադրում, թե ինչ գովազդ միացնեն, երբ միացնեն, որ ամսին միացնեն։ Հաջողությունը միշտ մարդկանց մեջ է, դա գիտեք բոլորդ, շփումն է կարևոր մարդկանց հետ եւ ճիշտ մարդկանց։ Ու ասեմ, հիմա ասենց մի հատ բան կա, չէ, որ դու հասել ես մի կետի, մարդիկ ուզում են քո տեղը լինեն, բայց չեն ուզում այդ ճանապարհը անցնել։ Նախ բիզնես սկսելու համար ընդհանրապես գումար հարկավոր չի, դուք կարաք 0 դրամով կառուցեք միլիարդավոր շրջանառություն ունեցող բիզնեսի եւ ամենակարևորը կապերն է։ Ես նոր մի քիչ առաջ էլ ասեցի, որ կապերի շնորհիվ դու կարող ես լիքը հաջողությունների հասնես։ Կյանքի ամենակարևոր օրենքը, որը դու միշտ պահպանում ես։ Ամենակարևոր օրենքը։ Ազնվությունը։ Քիչ բիզնեսներ կան, որ տենց արագ զարգացնում են, ողջունելի է։ Եկեք մի հատ ծափարենք Արմենին։ Հարգելի հյուրեր, սիրելի ակումբականներ, շնորհակալ ենք այսօրվա միջոցառմանը մասնակցելու համար։ Մենք ողջունում ենք BS Cosmo Business Hub-ում միլիարդի ուղի հանդիպման շրջանակում։ Այսօր մեզ սպասվում է բացառիկ վերլուծություն կենտրոնում ունենալու BS Cosmo Business Hub-ի առաջին պրեմիում եւ հավատարիմ անդամ Արմեն Աբրահամյանի կողմից հիմնված Eco Motors ընկերությունը։ Այս ընկերությունը վերջին տարիներին նոր թափ է հաղորդել ավտոմոբիլային ոլորտին Հայաստանում, միաժամանակ հանդիսանալով կանաչ շարժման առաջամարտիկը։ Eco Motors-ը ոչ միայն ապահովում է հարմարավետություն եւ անվտանգություն, այլ նաեւ վերահաստատում է պատասխանատվության բարձր մակարդակ շրջակա միջավայրի հանդեպ։ Եթե մի քանի բառով նկարագրենք ընկերության էությունը, ապա դա կլինի արագություն, հարմարավետություն, հուսալիություն, նորարար դիզայն, բարձր տեխնոլոգիա եւ մաքուր էներգիա։ BS Cosmo Business ակումբի վերջին բիզնես այցը դեպի Eco Motors իսկապես տպավորիչ էր։ Տպավորիչ մեքենաների տեսականիով, բարձրակարգ սպասարկմամբ, Հայաստանում եզակի սպասարկման կենտրոնով, մեծածավալ պահեստով եւ պահեստամասերի առկա տեսականիով, պրոֆեսիոնալ թիմով, որը գիտի ինչ է նշանակում իրական սպասարկում։ Սակայն ամենակարևորը այս ամենը ստեղծել է մեկ մարդու գաղափարի, տեսլականի եւ երբեք չդադարող հետևողականության շնորհիվ։ Եվ հենց այդ մարդու Արմեն Աբրահամյանի հետ այսօր կանցկացվի միլիարդի ուղի վերլուծական հանդիպումը, որտեղ դուք հնարավորություն կունենաք ոչ միայն լսելու փորձառություններով լի պատմություն, այլև հասկանալու ինչպես է զրոյից կառուցվում միլիարդի ճանապարհը։ Միլիարդի ուղին կանցկացնի, ինչպես գիտեք, BS Cosmo Business ակումբի համահիմնադիր նախագահ Անդրեյ Հայրյանը, իսկ մինչև վերլուծությունը սկսելը, ձեր ուշադրությունը հրավիրենք էկրանին եւ ամփոփ տեսահոլովակ BS Cosmo Business ակումբի վերջին բիզնես այցի հետ կապված։ Փոխիր մեքենատ, փոխիր աշխարհը։ Արդեն 3 տարի Eco Motors ընկերությունը ողջագրելով այս կարգախոսը ավտոմոբիլային ոլորտում նոր մշակույթ է թելադրում։ Ընկերությունն այսօր շուկայում մեծ դերակատար է եւ մեծ մասնաբաժին ունի վաճառքներով։ Այն հեղափոխություն է շուկայում իր ռազմավարությամբ եւ հաճախորդամետ լինելով։ 3 տարվա ընթացքում ընկերությունը հիմնադրել է 6 ավտոսրահ, 1 ավտոպահեստամասերի խանութ սրահ եւ ունենք սպասարկման մեծ կենտրոն, որը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, ինչը հնարավորություն է տալիս գրեթե անցյալ դիագնոստիկա անել մեր հաճախորդների մեքենաները։ Eco Motors ընկերությունը հանձինս հիմնադիր Արմեն Աբրահամյանի անդամակցում է BS Cosmo ակումբին։ Ակումբում ձևավորված ավանդույթ կա հյուրընկալվել իրենց գործընկերների ընկերություններ, բիզնեսին ավելի լավ ծանոթանալու, ամրապնդելու գործարար կապերը։ Հերթական շրջայցը կայացավ Eco Motors ընկերության մասնաճյուղերից մեկում։ Eco Motors-ի հաջողության բանաձևը ազնվորեն չխաբել հաճախորդներին եւ գիշեր-ցերեկ աշխատանքի շնորհիվն է, որ հասել ենք այս արդյունքին։ Եվս շուտով բացելու ենք նոր ավտոսրահներ Գյումրիում, Մարտունիում, Ղափանում։ Eco Motors-ը միշտ իր տեսականին թարմացնում է եւ սպառողը, եթե ուզում է նորություններ, համանման տարբեր օպցիաներ կա, test drive-ի օպցիա կա, սպասարկման օպցիա,
բնականաբար վերջնական սպառողին, ով մտադրված է մեքենա առնի, իրան ձեռնատու է Էկոմոտորսից գնում կատարի։ BS Cosmo-ի հետ համագործակցությունը լայն պայմաններ է ստեղծում բիզնես կապերի ընդլայնման, բիզնեսը ճիշտ կառավարելու, ինչպես նաև ճանաչելիությունն ավելի բարձրացնելու համար։ Արմեն Նաջարյանն էլ վստահեցնում է, ընկերության կողքին չէին լինի, եթե վստահություն չներշնչեին։ Ավտոապահովագրողների բյուրոից ստացել են լիցենզիա, միակ ընկերությունը Հայաստանում, որը ունի նմանատիպ լիցենզիա, որը լիցենզավորված իրավունք ունի եւ ներմուծում եւ սպասարկում նաեւ, չհաշված որ արկա մեքենաների քանակ 300 եւ ավել, որը որ այսօրվա շուկայում, հենց էլեկտրամոբիլների շուկայում, որտեղ եւ խաբեությունը կա եւ մյուս բաները կա, դուք միշտ արկա մեքենա եք ունենում ստեղ ի տարբերություն մնացած կամպանիաների։ Հիմնադրման սկզբից ընկերությունը զբաղվում էր միայն էլեկտրական մեքենաների ներմուծմամբ եւ վաճառքներով, բայց ելնելով սպառողների պահանջներից ժամանակի ընթացքում փոխվեց նաեւ ռազմավարությունը։ Այսուհետ հիմնական գաղափարը ոչ միայն մեքենաների վաճառք ապահովելն է, այլև հետագայում սպասարկելը տվյալ մեքենաները եւ կապի մեջ լինելը հաճախորդների հետ, հոգալով նրանց հարմարավետության մասին։ Քանի որ էլեկտրական մեքենաները ինչ որ աշխարհում, նաև Հայաստանում իրենք նոր են, իրենք ունեն խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծումներ տալ ժամանակին, որպեսզի կոմֆորտ լինի մարդկանց համար, ովքեր նոր են ձեռք բերում էլեկտրական մեքենաներ եւ դրանց մասին շատ ինֆորմացիաներ չունեն։ Մենք ապահովում ենք այդ ամենը, փորձում ենք հետագայում վաճառքից հետո էլ տարիներ շարունակ կապ մեջ լինել հաճախորդների հետ եւ լուծել նրանց խնդիրները, որոնք կապված են մեքենայի հետ։ Վերջին 1 տարվա ընթացքում նաեւ մենք էլեկտրական բեռնատարներ ենք ներմուծում, այստեղ մեր հաճախորդները հիմնականում ընկերություններն են, որոնք իրենց բիզնես գործունեությունը ծավալելուց անհրաժեշտություն են ունենում քիչ ծախսատար մեքենաների անհրաժեշտություններ լինում իրենց մոտ։ Իդեպ, այն հաճախորդները, ովքեր մինչև հունիսի 30-ը ձեռք կբերեն նոր մեքենա, կօգտվեն հատուկ գնիչեցումից, որը գործում է առկա տեսականու համար։ Ես կուզենայի, որ բոլորս ողջունենք մեր ընկերոջ, մեր գործընկերոջ Արմեն Աբրահամյանին։ Իրականում դա շատ համարձակ քայլ է, սենց հանրային փորձել վերլուծել բիզնեսը։ Բնականաբար բոլորս մենք ստե ներկայաց բիզնես ունենք ու հասկանում ենք մաս ալնելու, որ թողել ենք կոնֆիդենցիալ, չենք կարող սա գաղտնիքները բացենք, բայց մեր այսօրվա հաղորդումի նպատակը առաջինը վերլուծել, հասկանալ ինչ է մոտիվացիան այս բիզնեսը հիմնել, ինչ ճանապարհային քարտեզը արդեն ձևավորվել եւ տեսլականը ու դեպի ուր ենք եթում Էկոմոտորսով։ Բնականաբար գործիքների մասին ենք խոսալու, ինչ արվել, ինչ պետք է արվի եւ ինչ խնդիրներ կա ոլորտում, շուկայում, Հայաստանում եւ Հայաստանից դուրս ու փորձենք համատեղ վերլուծենք։ Ու այսօրվա մեր նպատակը, որ Արմենը որպես Էկոմոտորսի հիմնադիր եւս նոր ինսայթներ վեկալի եւ բիզնեսը շատ մեծ մասշտաբի հասցնի։ Այսօրվա մեր հաղորդումը կոչվում է միլիարդի ուղին, բայց նշենք, որ Արմենը արդեն այդ միլիարդին խփել անցել է, իր շրջանությունը բավականին մեծ է ու դա դեռ հենց սկիզբն է, 3 տարվա բիզնես է։ Ես երևի խոսքը փոխանցեմ Արմենին, կարճ պատմի բիզնեսի մասին, հետո արդեն նշումներ կանենք ու փորձենք համատեղ մեծ տեսլական ունենանք եւ ուժեղ ճանապարհենք հարտես։ Արմեն ջան, խնդրեմ։ Ողջունում եմ բոլորին, բարի գալուստ BS Cosmo։ Ես Էկոմոտորսի հիմնադիր տնօրենն եմ, երբ որ մենք հիմնում էինք Էկոմոտորսը, ես միտքը ասնորդներից եկել, մի կարճ օրովակ նայեցի, երբ որ տեսնում եմ մի հոգի մեքենա է բերում վաճառում Ամերիկայից եւ իր շրջանառությունը շատ մեծ էր, հասկացա, որ ես կարող մտնեմ այդ ոլորտը եւ փորձեմ էլեկտրոմոբիլների մասով զարգացնել հայաստանյան շուկան։
Եվ սկսեցինք ավտոսալոն մանգալ, տարածք մանգալ, վերցրեցին մի տեղ, որը տեղավորվում էր 3 մեքենա այդ ավտոսալոնում և մեքենա չունենք։ Իմ կապերի շնորհիվ ես սկսեցի, այսինքն դեմից մարքեթինգի թիմի ղեկավար Վերժինեի հետ հանդիպեցինք, խոսեցինք, որ սենց մտադրություն ունենք, պետք է մտնենք էլեկտրոմոբիլների շուկան և տեսնենք ոնց է գնում։ Դու այդ ժամանակ բայց ուրիշ բիզնես է, չէ՞ անում։ Ես այդ ժամանակ ուրիշ բիզնես էի անում։ Իմիջիայլոց ես այս Eco-Motors-ի բիզնեսը զրոյից տեսել եմ ոնց է կառուցվում, որովհետև ես երբ որ ամեն ճանաչել եմ, ամենը վաբշե ուրիշ բիզնեսի մեջ էր, որը կապ չունի, ու էդ էլ ես կուզենայի ներկայացնեմ, ես 20 տարի մի ոլորտում եմ եղել, Միրգ բանջարեղենի խանութների ցանց եմ ունեցել, մոտավոր 73 խանութ եմ աշխատացրել, իմ խանութները եղել է հանրայդ սուպերմարկետների կողքին, և մենք խանութներ ինչքան որ վերցրել ենք և աշխատացրել ենք, մոտավոր առենները եղել է միլիոնից վերև, ամենալավ խանութներն ենք վերցրել, ու իմ շեշտը դրված է եղել միշտ լավ հաճախորդների հիման վրա, որ մեր մոտ պետք է մտնեն լավ հաճախորդները, միջինից բարձր։ Մենք, երբ որ ես խանութ էի վերցնում, միլիոն ու կես արենդ էի տալիս, Երևան City-ի կողքն եղել, Սասվելի պարմանների կողքն եղել իմ խանութ սրահները, մենք բավականին համ թանկ էինք վաճառում, համ մեր շրջանառությունը միլիոնից բարձր է լինում։ Այսինքն Սասից թանկ եք վաճառում։ Սասից թանկ էինք վաճառում, ու Սասի տերը դաժե որ գալի մտնում էր մեր խանութները, զարմանում էր, ասում էր, ես ինչ եք անում, դուք ուպեց վաճառում էինք։ Իսկ ոնց եք վաճառում։ Մարքեթինգը։ Մարքեթինգը եւ անընդհատ թարմ ապրանքները մթերքը տեղը պահելն էր ու հետևողականությունը։ Այսինքն հաճախորդներին վարկյան առաջ սպասարկելն էր։ Եվ այդ ընթացքում, երբ որ 73 խանութ էի աշխատացնում, մտածեցի, որ պետք է օբյեկտներին ապրանք տանք, և այդ օբյեկտները մտնելը շատ դժվար էր։ Այսինքն դժվար էր ինչ առումով, մրցակցությունը շատ էր, բայց մենք մարքեթինգային քայլերով մտանք լուրջ օբյեկտներին ապրանքներ մատակարարելու։ Օբյեկտները հիմնական ռեստորաններն են, հա։ Ռեստորանները, հյուրանոցները, ասեմ, ում ենք մատակարարել, որ բարձ լինի, Դվին հյուրանոցին ենք տվել, Աղաբաբյան, Սպարբրիջի, Անի հյուրանոցների ցանցն ենք տվել, մոտ ամեն օր այդ մեր աշխատանքի հետ միասին, խանութների հետ միասին, 200 օբյեկտ արդեն հասցրեցինք, ապրանք էինք տալիս։ Ու 200 օբյեկտի ապրանք տալը դա ահռելի աշխատանք էր։ Միայն չկարողացանք Երեմյաները մտնել, որտեղ այդ ժամանակ Հայկը Երեմյանների տնօրենն էր։ Իր հետ էի բանակցում։ Չէ, դումոր էր, բայց Երեմյանների տնօրենն էր ժամանակ։ Վերջը, ես 20 տարի մի ոլորտում լինելուց հետո հասկացա, որ պետք է ոլորտս փոխեմ, բայց այդ ընթացքում շատ բիզնեսներ եմ արել, շատ։ Անշարժ գույքի գործակալություն եմ բացել, լիքը ոնց որ ասած տրյուկներ ենք արել այդ ընթացքում ու հաջողվել է մեր մոտ։ Այդ որ թվերին էր։ 2018 թվին։ 2018 թվին բացեցինք։ Մրցակցությունը բարձր է, երևի դրա համար դուրս եկար շուկայից։ Չէ։ Թե հետքան էր նեղում։ Չէ։ Այդտեղ ուղղակի հարցեր կար, որ տանում էին մեր աշխատակիցները բրոկերները ցույց են տալի եւ այլն, Էդգարը կպնդի, որ շրջանցում են եւ այլն, չնայած որ մենք էլի բավականին հաջողություն ենք ունեցել անշարժ գույքի գործակալության ընթացքում եւ հետո IT ոլորտ հիմնեցի, տասնյակ բիզնեսներ են հիմնել եւ ձախողել են, շատ մեծ ահռելի գումարներ են կորցրել։ Իմիջիայլոց այդ բիզնես նշեմ, IT-ն դա հայկական սոցիալական կայքներ,
ոնց էր կոչվում։ Անունը չէինք որոշել, բայց ահռելի գումարներ ենք ծախսել այդ սոցիալական կայքի վրա, ուզում էինք։ Այդ ժամանակ ես շում Արմենը ասում էր Փոքր Facebook սարքինք։ Փոքր Facebook սարքինք։ Մոտ մի քանի $100,000 գումար կորցրեցինք եւ մեկ ակնթարթում ասեցինք, всё, երիքա թողում ենք սա, ասում ենք ուրիշ գործերի, երբ որ անընդհատ պետքա տենց խորանայինք, կկործանվեինք էլի։ Այսինքն ինչ ա ստացվում, մթերքների մեջ գումար չկար, անշարժույթի մեջ գումար չկար, IT-ի մեջ գումար չկար, չէ՞։ Վերջը ամեն ինչ էլեկտրոնիկ կար, ուղղակի այնքան փորձություններ էինք անում, որ կորցնում էինք այդ գումարները։ Տասնյակ $100,000 կորցրել ենք էլի։ Եվ երբ որ 200 օբյեկտի ապրանք էինք տալիս, ունեի թիմը աշխատում էին եւ այլն, ես իմ թիմի ղեկավարին ասեցի, որ ես վաղուց չեմ գալու այս բիզնեսը, որտեղ ուրիշ բիզնես եմ հիմնելու, պատենց ոնց կլինի Արմեն ջան, մենք այս աշխատանք ենք կատարում ահռելի, մենք չենք հասցնի եւ այլն, ասի կհասցնեք կարճ ժամանակահատվածում այս բիզնեսը թողնելու ենք։ Եվ հաջորդ օրվանից էլ չգնացել բիզնեսը, ոնց որ Մալեզիայում մեծ պայեսներում են, հետևից ապրանքներ էին մատակարարում օբյեկտներին եւ խանութներին։ Սկսեցի մի տարածք վերցնել, որը մեքենա չունենք, գաղափար չենք կազմում այդ գործից, բայց իմ մեջ այդ փորձի հիման վրա ես ոնց որ հետնահանջող չեմ էլի։ Ասում էի, որ մի մոտ կստացվի պետքա գնանք առաջ։ Հանդիպեցի Վերժինեին, խոսեցի մեր թիմի մարքեթինգի ղեկավարն է, ասեցի, որ պետքա հենց վաղվանից ռեկլամները միացնենք, որ սենց քայլերով գնանք առաջ։ Այսինքն մեքենա չունես, բայց գովազդ ես միացնում։ Մեքենա չունենք, բայց գովազդ ենք միացնում։ Հա, ասեմ, որ այդ ժամանակահատվածում ես նաև երբ որ Մաթեշյանցը հիմնվեց 17 թե 20-րդ անդամ եմ եղել ու շփվում էի բոլորի հետ, լավ հարաբերություն ունեմ բոլորի հետ, հիմնականում բիզնեսի մեջ կարևորը դա կապերն է, որը օգտագործես քո բիզնեսի նպատակների համար։ Երբ որ արդեն ռեկլամները միացրեցինք, ուներ ընկերներ, որ ուներ մեքենաներ, չէ՞։ Ունենք ընկերներ, կապեր եւ այդպես գնացինք առաջ, հիմնեցինք առաջի ավտոսալոնը, հետո պահանջարկը շատ էր, օրորի վաճառքները շատացան եւ ավտոսալոնները շատացեցինք։ Հետո հասկացանք, որ պետքա ոչ թե սովորական կարճաժամկետ մենք միայն մեքենա վաճառենք ու վերջ հաճախորդներին թողնենք իրենց խնդիրներով, այլ այդ խնդիրները ի սկզբանե մենք վերցրեցինք մեր վրա, ոչ մի բան չհասկանալով, չիմանալով այդ մասով։ Քիչ-քիչ օր-օրի ծանոթանում էինք մասնագետների հետ, որ խնդիրի լուծումը պետքա տանք։ Եվ այդտեղ մի հատ բան արեցինք, որ ավելի բիզնեսան լայն էինք, գովազդ միացրեցինք Չինաստանի վրա։ Այդ գովազդը մեզ լիքը կապեր բերեց չինացիների հետ, չինացիները կապնվում էին մեր հետ եւ Այսինքն դուք ստեից գովազդը միացել եք, արդեն արտադրողներ եք դե վրա դուրս եկել։ Հա, գովազդը միացել չինացիների վրա։ Պետքա մի հատ հասկանանք, էլի ոնց անենք, որ այդ մեծ է բյուջետը։ Մեր մարքեթինգի մասնագետը կասի մեծ է թե չէ։ Այդքան չէ։ Թիրախ ընտրել եք, ինչ որ թիրախ երևի թե գործարարներ, ով որ ավտո դիլերների վրա։ Դիլերների վրա։ Ու տենց կապնվում էին մեր հետ, հրավիրում էինք Հայաստան։ Իսկ դուք գովազդը միացել եք հենց ուղղակի սպառողի համար, հայեր լեզվով, թե ինչ բաներ, մարքեթինգը որն էր, real image ինչ էր, կամ նկարեր։ Մարքեթինգը, որ մենք ունենք ավտոսալոններ,
եւ փնտրում ենք գործընկերներ։ հենց գովանց հետաքրքիր է։ Եվ դե չինացիների այդ մասով շատ ճկուն են։ Ունեցանք այդ ընթացքում լիքը գործընկերներ եւ զտեցիկ էլի ոնց որ ասած չինացիների հետ աշխատելու մասով։ Հիմա մենք աշխատում ենք շատ խոշոր չինացիների հետ, որը մի պատվերից զավոդներում, ասենք 20,000 հատ մեքենա է ինքը պատվիրում եւ վաճառում է ոնց որ ամբողջ պետությունների վրա։ Այդ տիպի չինացիների հետ ենք աշխատում, նաեւ իրանք 2-3 մենեջերներ են պահում այստեղ, անընդհատ իրանց հետ կապի մեջ ենք, որը ընդառաջում են։ Նաեւ իրանք մեզ օգնեցին, որ մենք գտնենք մարդկանց խնդիրների լուծումը, ճիշտ լուծումը, մեքենաների խնդիրների լուծումը։ Այդ 2022-ներ, չէ՞։ 2023։ 23-ներ։ Ինչքան էր այդ տարի շրջանառությունը։ Այդ տարի մեր շրջանառությունը մոտավոր միլիարդ անցանք։ Միլիարդ պլյուս։ Միլիարդ պլյուս։ Բայց միլիարդ ոչ 2 միլիարդ էլի, միլիարդ պլյուս մինուս, հա, դες միլիարդ 100 պայմանական։ Դրամ, հա։ Դեր։ Առաջ տարվա բիզնեսը ընդամենը 1 միլիարդ է։ Քիչ առնում։ Միլիարդը մոտ միլիարդից 2 միլիարդ։ Այդ ավելի ֆինանսական տնօրենը կպնդի։ 2 միլիարդ էր։ Շատ լավ, այսինքն այդ տարին ասենց արդեն գաղափարը հենց վերածել ես բիզնեսի, գտել ես քեզ գործընկերներ, հիմնական արդեն Չինաստանի շուկայի դիստրիբյուցիա էր եկանում ու լավ մարքեթինգ էր անում։ Ես հիշում եմ նաև Արմենը մեր BS Cosmo մարքեթի առաջի գործընկերներից էր։ Արմենը որտե ինչ կա մարքեթինգի հնարավորություն կա, ամեն տեղ կար։ Այն ժամանակ City ոնց որ SaaS, ամեն տեղ գովազդը դիջիտալ խորացված անում էր։ Ֆուլ շուկան գրավում էր, բայց մեքենա չուներ։ Մարքեթինգի վրա ահռելի գումարներ են ծախսել, մեր օգուտները միշտ ծախսել են մարքեթինգի վրա։ Թե SaaS-երում, City-ներում ձայնային ռեկլամներ են միացնում լրատվամիջոցներով, թե սոցիալական արտադրներում, Facebook, Instagram-ում ահռելի գումարներ են վաճառել։ Մեծ հիշում եմ, որ մեծ բիլբորդերի վրա մոտավոր 50 տեղ վերցրել էինք եւ ամսական վճարում էինք 10 միլիոն դրամներ։ Շատ մեծ ճանաչելիություն բերեց մեզ մարքեթինգը։ Իսկ այդ ժամանակ չափում եք ձեր ROI-ն ինչքան է, այսինքն մարքեթինգի ներդրումի վերադարձը, return on marketing investment։ Հաշվում եք, թե պրոստը դնում եք։ Չէ, պրոստը դնում էինք, ասեմ ինչի համար, որովհետև օր-օրի մենք դաժե ժամանակ չունեինք, այն տիպի էինք աճում առաջ գնում, որ մի րոպե ժամանակ չունեինք, ասեմ, չգիտեմ, վերլուծության կամ ինչերի մասով։ Բայց փող եք աշխատում, էլի, նշանակում, հա։ Գումարներ էինք աշխատում։ Ով չէ շատ ֆինանսների մեջ խորանում, լավ տրոմին հաշվում, ուրեմն լավ փող աշխատում։ Ուրեմն լավ փող եք աշխատում, ստացվում է։ Դնում եք փող եք աշխատում, չէ՞։ Նես չէ որ անընդհատ ներդրում եք անում։ Ուղղակի ձեր շահույթի մեծամասնությունը ներդրում եք անում, բայց նես չի որ անընդհատ հավելյալ ձեր այլ աղբյուրներից ներդրում եք անում։ Ոնց էր այդ ժամանակ։ Ձեր վաճառքները հերիքում էր, ձեր այդ մարքեթինգ, մշտական ծախսեր, նոր մեքենաներ, թե անընդհատ նոր ֆինանսավոր։ Գումարները այս մեր գործի մեջ անընդհատ բնականաբար քչություն է անում, ինչքան էլ որ գումար ես ներդրում, քչություն է անում, չի հերիքում, որովհետև ամեն օր մենք վաճառքներ ունեինք մի քանի հատ, չնայած հիմա էլ ունենք ամեն օր վաճառքներ մի քանի հատ, եւ չի հերիքում գումարները ընդհանրապես, բայց ոնց որ ասած, եթե կա նպատակ, կա պլան, նաեւ պետք է անենց անենք, որ ժամանակի մեջ տեղավորվենք, որ հաճախորդների պատվերները ժամանակին հասնենք, բերենք, գումարները գտնում ենք ելքը թե միջոցները մեզ գտնում են, էլի։ Երբ որ գիտենք ինչ ենք անում, թե ոնց ենք անում, արդեն ինք իրան ստացվում է։
ու դա նաև ֆինանսների մասով է։ Ինչ բանաձևեր էր, բանկեր երևի թե այդպես գործընկերներ, հա։ Մենք երբ որ նոր էինք հիմնել Eco-Motors-ը, բանկերը դե բնականաբար բանի տեղ չէին դնում, ոնց որ ասած, ու չէին ուզում համագործակցեին, չէին ուզում, իրանք աշխատում էին խոշոր կազմակերպությունների հետ, բայց իրանք չէին մտածում, որ կարա մտնի այնպիսի ոգևորված մարդ շուկայում փորձերի հիման վրա եւ գրավի շուկան, ոնց որ ասած մի որոշ տոկոսը։ Հիմա բանկերին մենք ենք թելադրում, թե ինչ գովազդ միացնեն, երբ միացնեն, որ ամսին միացնեն։ Մեզ գրեթե միաժամանակ տասնյակ բանկեր միանգամից գովազդ են միացնում։ Մենք հասել ենք այդ աստիճանին, որ մենք ենք թելադրում, թե երբ միացնեն գովազդները բանկերը։ Սկզբից լիքը մարքեթինգային գումարներ ենք ծախսել եւ տասնյակ հազար դոլարներ։ Հետո հասկացանք, որ մեր բրենդը այնքան ճանաչելիություն ունի հիմա, որ կրճատեցինք այդ բյուջեն, մի քանի անգամ ավելի քիչ են դարձրել։ Իսկ այդ ընթացքում ձեր վաճառքները չի նվազել, երբ որ դուք արդեն սովորեք անդադ մարքեթինգ անեք, ես հիշում ամեն տեղ համ օֆլայն, համ դիջիտալ։ Երբ որ որոշում կայացրեցիք, դա որ ամիսներն էր, ինչն էր պատճառը ու ինչ հետևանք ունեցաք, այսինքն անկում եղել էր վաճառքների մասով, թե մեկը ինքը իրան պահում էր։ Վաճառքների մասով անկում չենք ունեցել, ինչի համար մեր հավատարիմ եւ չխաբելու արդյունքում մենք հազարավոր մեքենաներ ենք վաճառել եւ ինչի համար մարքեթինգային բյուջեն կրճատեցինք, հիմա ավելի շատ մեծ մարդիկ են ռեկլամ անում։ Նախ որ անվճար է, դա երկրորդն էլ մարդիկ հասկացել են, որ մեզանից մեքենա ձեռք բերելու ընթացքում չեն խափնվել եւ մարդկանց ուղղորդում են մեր մոտ։ Այսինքն մի հաճախորդը մեզ տասնյակ հաճախորդներ է բերել։ Տասնյակ հաճախորդները հարյուրավոր հաճախորդներ են բերել։ Դրա շնորհիվ կրճատել են։ Իսկ արդեն սարաֆանը ռադիոներ աշխատում։ Ինչ որ ռեֆերալ ծրագիր ունեք, թե գործընկերես, նո եթե ընկերես հրավիրում, պայմանական իրան կարաս ընդհանրենք $500 բոնուս տաս, տենց ծրագիր ունեցել եք, թե ունեցել ենք այդպես ծրագիր ու շատ ենք այդ գործիքը կիրառել։ Բայց հիմա ոնց չեք օգտագործում։ Չէ, հիմա ենք օգտագործում եք։ Աշխատում է։ Աշխատում է։ Շատ լավ։ Հասանք 2024 թվականը, 2024-ում ինչքան ենք ունեցել, եթե չեմ սխալվում, դու ամեն տարի դաբլ ես անում, չէ՞։ Ֆինանսիստը կասի։ Так, ուրեմն Ստեմիջարս ներկա է համ ֆինանսի բաժնի տնօրենը, համ վաճառքի, համ մարքեթինգի, համ էլ ընդհանուր Eco-Motors-ի տնօրենը։ Մի բան էլ ավելացնեմ, նայեք, երբ որ մենք 23 թվականին ունեցանք մոտ 2 միլիարդի շրջանառություն, ես պատկերացնում եմ, թե 24 թվին ինչա կատարվելու ընդհանրապես շուկայում, պետք է հասնենք երկու անգամ դաբլ անենք շրջանառությունը եւ ահռելի աշխատանք էր մեզ սպասում։ Մենք գիշեր-ցերեկ ոնց որ ասած չենք դադարել աշխատելուց եւ նոր մտքեր ոնց որ կիրառելուց։ Իսկ հիմնական աշխատանքը օրինակ քո պարագայում ինչ է դու անում, որ բլոկներ անում, մեծամասնությունը հենց 2023 թվականին։ Իմ բլոկը եղել է թե ֆինանսական մասը, թե վաճառքները, թե մեքենա մռոտանել, գրանցել հաճախորդներին, լիքը գործառույթ ենք արել եւ մի քանի հոգով ենք ընդամենը արել։ Մոտ 23 թվականին 4-5 հոգով ենք աշխատել ու այդքան շրջանառություն ենք ապահովել։ Ահռելի աշխատանք ենք կատարել։ Դու նշեցի, որ Անտաշյանցի անդամ ես եղել հենց սկզբանե։ Հիմա նաև ով չգիտի, Արմենը 4 ակումբի անդամ է ու երևի թե միակն է, որ բոլոր ակումբներին անդամակցում է։ Նաև այդ մասով հետաքրքիր կլինի, ինչ է տալիս քեզ համայնքը, առասարակ այդ գաղափարների գեներացիան է, թե գործընկերներն են, ինչն է вообще առասարակ նպատակը, թե վաճառքներն է նաև մարքեթինգ ասեմ եւ կետերով ամենավերևից առաջինը բնականաբար մի քանի գործ ունա, բայց որն է իսկ քեզ ամենավերևինը։
Երբ որ Մանթաշատ միության անդամ էի, ես շատ էի շփվում շատ մարդկանց հետ եւ այդ իմ շփումը բերել է կապեր, որը կապերի շնորհիվ մենք ունեցել ենք լիքը վաճառքներ մեր բիզնեսում եւ բիզնես համայնքը տալիս է կապեր։ Հիմա այստեղ նստած խոսում ենք եւ գրեթե բոլորին ճանաչում եմ եւ կապեր են ձեռք բերում։ Ջերած Արմենը մեր ակումբի առաջի պրեմիում անդամն է։ Հենց մի անգամից հիշում եմ, հենց միլիարդ ուղիներ չէ, առաջին միլիարդ ուղիներ, ասած ես մտնում եմ ակումբ ու տենց ստարտը տվեց։ Այսինքն կապերը։ Երբ որ դուք այդ պրեմիում ճյուղը բացել եք, ես նաև մտածել եմ, որ կարամ նպաստեմ այդ ճյուղը ավելի զարգանալու մասով։ Դրա համար հենց առաջի անդամը ես եղա։ Այսինքն այդ տալու գաղափարով։ Տալու գաղափարով։ Այդ է շատ կարևոր, որովհետև մարդիկ մտնում են համայնք, մենք հիմա էտել ենք մեր համայնքում փորձում ենք դեմից բլոկենք, եւ որ մարդիկ մտնում են ուղակի վեկալելու, մենք ասում ենք դու ինչ ես տալ համայնքին, որովհետև քո նման մարդիկ են գալիս, եթե բոլորը կան վեկալելու գաղափարով, ակումբը համայնքը կսպառի։ Դա համար մենք այդ տալու գաղափարով ու Արմենը այդ մասը նշեց, որ ինքը տալիս է ու իրականում շատ մեծ դերակատարում ունի, որի համար շնորհակալ ենք։ Այսինքն տալիս ես ու հետ է գալիս, թե հետ չի գալիս։ Ես вообще բնավորություն ունեմ տամ եւ չսպասեմ, բայց նաեւ գալիս եմ։ Տասնապատիկը ոնց որ ասած։ Եթե դու ուզում ես սիրով տաս եւ անես, առանց որևիցե բան սպասելու, միևնույնն է գալիս է։ Եթե վաղը չգա, մի տարի հետո գալու է։ Այսինքն կապեր, գործընկերներ, այդ հարաբերություններ, նաեւ համայնքը ձևավորելու ճիշտ իր կոնցեպտի մեջ, էլ ինչ է տալիս համայնքները։ Ընդհանրապես հաջողությունը միշտ մարդկանց մեջ է, դա գիտեք բոլորդ։ Շփումն է կարևոր մարդկանց հետ եւ ճիշտ մարդկանց հետ շփվելը։ Իսկ մարքեթինգի տեսակետից, վաճառքի տեսակետից նպաստում են համայնքները, որ քեզանից ճանաչելիությունը միանշանակ իմ ճանաչելիությունը, որ կար ժամանակահատվածում մենք ձեռք բերեցինք, նաև կլուբ ակումբներն էր, թե BS Cosmo-ն, թե Մանթաշյանցը, թե կլուբ Կապիտալը, թե հիմա մտել եմ Rexus-ը, նաև ռեկլամ եմ անում, ոնց էր ասած խոսալու ընթացքում։ Նորմալ է, սա հաջողությունը մարդկանց մեջ է։ Բոլորին գովազդեցի, բոլորին տվեցի, տեսա մարքեթինգը։ Այո, հաջողությունը մարդկանց մեջ է եւ ակումբները մարդիկ են։ Հիմա եթե չկան մարդիկ, չկան ակումբներ։ Նույնը բիզնեսն է, տենց էլի, չկա վաճառ, չկա բիզնես, չկա հաճախորդ, չկա բիզնես։ Ջերած Ռոքֆելերը իր կարտոցիկայում ուներ 100,000 եւ ավել կոնտակտ ու մարդկանց ուղակի կապում էր, всё, իր բանը ֆունկցիան էր։ Պետանք առաջ, այսինքն համայնքներն նպաստեցին 2024-ի թիվը ինչքան էր մեր մոտ, ստացվում է։ Մոտավոր, հիմա բնականաբար պլյուս-մինուս, քո պարագայում պլյուս-մինուս 200-300 միլիոն, տենց կողքի դերենք մոտավոր միլիարդների մասը։ Քանի որ 23 թվականի վերջը արդեն մենք լիքը տենդերների էինք մասնակցել եւ գրեթե բոլոր տենդերները մենք էինք գրում Հայաստանյան շուկայում եւ լուրջ խաղացողները նաեւ միտեղ զարմանում են, ոնց է լինում է տենց ոնց է լինում, գալիս են նոր մտահղացումով մարդիկ շուկայում եւ իրանց փորձի հիման վրա գրավում են որոշ տոկոս շուկայում։ Մենք տասնյակ տենդերներ էինք գրել եւ այդ մեքենաները բերում էին ճանապարհներ, որ պետք է հանձնենք կազմակերպություններին եւ շատ լուրջ խնդիրի բախվեցինք։ Ու ասեմ, հիմա ասենց մի հատ բան կա, չէ, որ դու հասել ես մի կետի, մարդիկ ուզում են քո տեղը լինեն, բայց չեն ուզում այդ ճանապարհը անցնեն։ Ուրեմն երբ որ մենք բախվեցինք մի խնդրի եւ քվոտան վերջացավ, բայց մեր օգուտը ամեն մեքենայի մասով, ասենք, գրեթե մի քանի տոկոս է կազմում, բայց մենք տասնյակ տոկոսներ պետք է վճարենք, որ կարողանանք բան անենք, մաքսազերծենք եւ
հանձնենք կազմակերպություններին։ Մեր բախտը ուղղակի այնքանով բերեց, որ մենք ժամանակ ունեինք, ժամանակի մեջ տեղավորվում էինք պայմանագրով, որ մի քանի ամսից պետք է տանք մեքենաները, պատկերացրեք մոտ 150 մեքենա տենդերի մեքենաները կանգնած են բանում, Լեննականի մաքսատանը, Սիսյանի մաքսատանը, ու գրեթե ամեն մի մեքենայի համար օրական վճարել ենք 5000 դրամ ստայանքի գումար, այտենց բան կարել է, 150 մեքենայի համար դու ամեն օր վճարում ես 5000 դրամ և մոտավոր 70 օր, պատկերացրեք ինչ ահռելի գումարներ ենք վճարել, մի խոսքով շատ ծանր իրավիճակ էր մեր մոտ, բայց կարևորը, որ դու այդ սիտուացիայից դուրս գաս և քայլես առաջ, ոնց որ հետևանքների մասին հենց մտածում ես ու ոնց որ ասած սենց խորանում ես։ Ոնց էր քեզ մոտիվացնում այդ դժվարության պայերը, ինչ էր անում։ Դե դժվարությունները իմն են, ես դժվարություններին, սենց ասեմ, որտեվ ես ահռելի մեծ դժվար փորձությունների մեջով եմ միշտ անցել և ասել եմ իմ ուզած ոնց որ դիրքին։ Բայց ոնց ես քեզ այդ դիրքից անում, այդ ստրեսակայությունը ոնց ես պահում։ Այդ պահում եմ, խմում ես սիրիկուները, ինչ ես անում։ Ամեն մեկը տարբեր մոդել ունի։ Մարկա սպորտ է անում, մարկա խմում է, մարկա ամեն ինչ գործ է անում։ Ամեն ինչ։ Օրը մեջ ինչ ստացվեց։ Ամեն ինչ, թե սպորտ է, թե խմել է, թե ցրվել է, թե ընկերների հետ միտեղ գնալը եւ այլն, բայց ամենակարևորը, որ ես բազմաթիվ փորձությունների մեջով որ անցել եմ, այդ ստրեսակայունությունը իմ մոտ շատ բան է, ուժեղ է, ես միշտ հաղթահարում եմ ու դուրս եմ գալի այդ սիտուացիաների մեջից։ Եվ երբ որ տարին փոխվեց, 24 թիվը արդեն անցանք, պետք է մաքսազերծենք եւ արդեն մեքենաները հանձնենք կազմակերպություններին, ունեինք մի աշխատակից, որ ոնց որ սխալ բաներ արել, սխալ հաշվետվություններ տվել, որ մենք Eco-Motors-ով ներմուծել ենք այդ մեքենաները, բայց երկու ձև կա դրած, կամ պետք է պաշտոնական ներկայացուցիչ լինես, որ օգտվես քվոտայից, ոնց որ 3000 բանից օգտվես, կամ 5000, մենք փոխանակ 5000-ի այդ աչոտը տար, տվել էր 3000 աչոտը, մենք չենք կարող այդ մեքենաները հանձնենք, որտեվ պետք է պաշտոնական մեքենաները ներմուծած լինես, որ հանձնես, և այդտեղ ևս էլի մի ահռելի խնդրի հանդիպեցինք ու պետք է հիմա սիտուացիայից երգից դուրս գաս, թե ոնց Աստված գիտի։ Մի խոսքով դրա տակից էլ դուրս եկանք և մաքսազերծեցինք 150 մեքենա, այդ որ ասում եմ 150 մեքենա, այդ 150 մեքենան մենակ տենդերների կրած մեքենաներն էր, մենք ևս ունեինք 150 մեքենա մեր ավտոսալոնների համար ներմուծած։ Մոտ 300 մեքենա մաքսազերծում ենք ու պատկերացրեք ինչ աշխատանք ենք կատարում։ Դա բայց 300-ն եք ոտայով եք անում այդ ընթացքում։ Չէ, արդեն այնց ստացվեց, որ քվոտայից օգտվեցինք։ Քվոտայից օգտվեցիք 300։ Քվոտայից օգտվեցինք։ Մոտ 300 մեքենա, եթե քվոտայից չօգտվեինք, մոտ $1.5 միլիոն $2 պետք է վճարում անեինք, բայց դրա կեսն ենք ոնց որ վճարել, թե ստայանքեկի գումարներներ եւ այլն եւ այլն։ Եվ այդպես 24 թվին մենք ունեցանք մոտ 5 միլիարդ շրջանառություն։ 5 միլիարդ շրջանառություն ենք ունեցել, մեր նպատակը դրված է, որ ամեն տարի կրկնապատկենք, ոչ թե ասենք, որ մի 10-20%-ով ավելացնենք, այլ պետք է կրկնապատկենք։ Իսկ կա ամսվա պլան տենց, ոնց է դուք կազմակերպում, ենթադրենք ունենք 2025 թվականին ձեր պլանով 10 միլիարդ, ունենք ամսվա պլան, որ վաճառքի բաժինը պետք է այսքան միանշանակ ունենք այդ պլանը դրված,
ուրախություն մեզ եւ մեր թիմին ունենք լավ վաճառքի տնօրեն Նարեկ Աճեմյանը, իր փորձը մեծ է, ոնց որ մեծ քայլերով ինքը ասենց ասեմ էլի իմ հետ աշխատակիցները, իմ թիմը պետքա լինեն ինպես մտածող ու մեր Նարեկ Աճեմյանը, եթե ես ասում եմ սենց պետքա լինի, ինքը ավելի բարձր է դնում նիշան։ Եվ մենք արդեն մոտ 6-րդ ամիսն ենք եւ մոտ արդեն 5 միլիարդ անցել է շրջանառությունը։ 2025-ը կա։ Այո, այս 2025 թիվն ենք եւ այդ կրկնապատկելը Իսկ եթե հիմա էլ կրկնապատվեք 7.5 կանեք, ստացել է 12.5 կրականեք։ Ավելի շատ։ Թե դժվար է կանենք 10 տված, պետքա որ անցնենք դաժե։ Իսկ որ պլանն է դնում եք հիմնական ձեր վաճառքները դա B2C է, թե B2B, այսինքն կորպորատիվ պետական։ B2C, B2B։ Ինչ տոկոս է ձեր պլանի մեջ, վարոնքայի մեջ։ Մոտավոր։ Երևի 70-30։ 70 վերջնական սպառողը B2C, հա։ B2B, շատ լավ։ Իսկ B2C մասում, ու B2B-ն դժվար է պլանավորել, ունես հատուկ աշխատակից, որ ինքը պետական տնտերին է մասնակցում, թե քո վրա է հիմնված։ Չէ, հիմա ասում փառք ես արդեն հանել եմ գործառույթները ամբողջովին վրայից, մեր թիմի վրա է, հոգսը ամբողջ հոգսը մեր թիմն է կրում։ Դու արդեն փողել ես աշում։ Չէ, Ես շնչել չէ, պրոբլեմները դեռ շատ են։ Ես ուզում եմ իմ ոնց որ գաղափարը ճիշտ օգտագործեմ, չմտնեմ այնտեղ, որտեղ որ պետք չի, այդ գործերը պետքա բաշխված լինեն ու ամեն մեկը իր աշխատանքը շատ լավ իմանա։ Ուզում եմ ինձ ազատեմ լիովին աշխատանքից, որ հիմնեմ եւս մի քանի բիզնես ճյուղեր։ Շուտով կհիմնենք 15 ճյուղ բիզնես։ Դա լինելու է էկոմոդել։ 15 առանձին ճյուղեր, որը բայց գից այդ ոլորտին անելու, թե կարող ուրիշ։ Գից այդ ոլորտին է վերաբերվում եւ Ecomothers-ի գից լինում է 15 ճյուղերը, որը այլ ավելի նպաստելու է թե վաճառքներին, B2B է լինելու ինքը, B2C չի լինելու, միայն B2B է լինելու։ Եվ արդեն 10 կազմակերպության հետ, 10 գիգանտ խոշոր կազմակերպությունների հետ, աշխարհահռչակ ճանաչված բրանդների հետ պայմանագրեր ենք կապել եւ պաշտոնական ներկայացումը վերցրել ենք։ Շուտով արդեն դրել ենք արտադրության այդ փակագծերը չբացեմ, հետո ոնց որ ասած կմտնենք շուկա։ Իսկ ստե այս 2024-25 թվականների թվերով երբ որ անցնում ենք, պլանը դուք ունեք, չէ՞, պլանը ենթադրենք մեր պատկերացումը արդեն ամսական ձեր վաճառքի պլանը կազմում 1 միլիարդ։ Հիմա քո աշխատանքը, թիմի աշխատանքը ո՞նց արում։ Պլանը կա 1 միլիարդ վաճառքը, բնականաբար այդքան պետք է մեքենա ունենաք, այդքան պրոդուկտներ պետք է ունենաք եւ մարքեթինգի դերակատարումը։ Ո՞նց եք դուք ճիշտ այդ թվերը հաշվարկում, որ այդքան մարքեթինգ անեք, թե ինքը սաղ օրգանիկի վրա է արդեն աշխատում։ Նաև գիտեմ արդեն նաև Արմենը ստեղծել է նենց բրենդ, որ բանկերն են գովազդում։ Քանի բանկ է քեզ գովազդում։ 15 բանկ իրանց բյուջետի հաշվի մարքեթինգին անում ու լիզինգով վաճառքներ իրականացնում, դա արդեն կայացման բրենդ է, բայց ելի կան բիզնեսներ քո ոլորտից, որ իրանք եւս գովազդում են, թե մենակ քո այդ համագործակցությունը։ Չէ, կան։ Կան բանկերը, կան։ Գովազդներ համագործակցություն։ Հա, համագործակցություն են մի քանի կազմակերպության հետ։ Իսկ ոնց կարելի է որ մենակ քեզ գովազդեն։ Չի կարա տես լինի բանկը բոլորից էլ ուզում է իր շահույթ ունենա։ Բայց ինքը իր հաշվին բյուջետը հատկացնում եւ ոնց, նայեք, ոնց ասեցի, չէ, մարդիկ են բիզնեսի հաջողությունը, նույն ձևի բիզնեսներն են բանկերի հաջողությունը։ Իրանք չեն կարա մի հոգով բան անեն։ Սահմանափակվեն, բոլորը էլ պետք է համագործակցեն։ Իսկ բանկերի տոկոսը ձեր այդ 70%-ի մեջ ինչ տոկոս է կազմում։ Ինչ մասը։ Այսինքն դուք ունեք 100%, 1 միլիարդ վաճառք ամսական պայմանական, 300 միլիոն այդումա պայմանական է, մոտավոր ենք թվերը խոսում, ինչ-որ միտեր կոնֆիդենցիալություն բայլով էլի, շատ գաղտնիքներ չեն բացել, թե չէ սա
մի բիզնեսն ավելու, բայց այդ 70%-ը, որ նշեցինք, վերջնական սպառողին ենք մենք վաճառք իրականացնում, 70%-ից ի՞նչն է բանկերի տոկոսը, որ իրանց վրա են եկալու վաճառք։ Հիմնականում գրեթե 95%-ը բանկերն են։ 95%, այսինքն իրանց եկած հաճախորդներն են, թե ձեր հաճախորդներն։ Այդ այսինքն ստացվում է չէ որ իրանք էլ են լիդ գեներացնում, գովազդը միացնում, այդ չափը ունենք մենք։ Երևի 5-ից 10%։ 5-ից 10%, այսինքն ստացվում է 70%-ից 10-ը բանկերի հաճախորդներն են, 60-ը դա արդեն ձեր գովազդն է։ Ու ձեր բրենդն աշխատում։ Այո։ Հա, մեր բրենդն է աշխատում, որովհետև կոնկրետ ասեցի չէ, որ մարդիկ են մեզ ռեկլամանում։ Հիմա, ասենք, հազարավոր մեքենաներ ենք մենք վաճառել, հազարավոր գոհ հաճախորդներ ունենք ու չկա այդպես բան, Լուբոյ Facebook-յան էջում կարող եք մտնել, տեսնել, որ մենք 100 օձիվներ ունենք մեր մասին գրած ու ռեալ հաճախորդներ են գրել, մենք ոչ մեկի չենք ուղղորդել ու մարդիկ են մեզ ռեկլամանում։ Այսինքն դե շուկայում լիքը խաբեություն եւ այլն հազար բան եղավ մարդկանց հետ։ Շեշտը դրեցին, որ այս կազմակերպությունից մեքենա ձեռք բերեք, որովհետեւ չի խաբում, ժամանակին բերում տալիս է ու գիտի խնդիրների լուծում է, չի թողում խնդիրների հետ մարդկանց։ Նաեւ մենք հիմնել ենք մեծ ավտոպահեստամասերի սրահ, որը միշտ գրեթե բոլոր էլեկտրոմոբիլների ավտոպահեստամասերը արկա ունենում ենք։ Այսինքն մենք մտածում ենք, որ հեշտացնենք մարդկանց կյանքը։ Երբ որ օրինակի համար մարդիկ տարիներով աշխատել են ու մտել են $30,000 տակ, որ էլեկտրոմոբիլ վարեն, ունենան, ձեռք բերեն, երբ որ խփում են իրանց մեքենաները, մենք գրեթե 2 օրում, 3 օրում վերանորոգում ենք, տալիս ենք մարդկանց մեքենաները։ Ինչի համար, որ ունենք պահեստամասերը արկա մեր մոտ եւ նաեւ մեր լեզվով ասած դզող փչողի տեղ ենք մցրել մեր մոտ, որ հեշտացնենք, այսինքն հաճախորդը չգա մեր մոտից պահեստամասը վերցնի, գնա միտեղ դզող փչող ճարի եւ այլն, բոլորը մեկում այդ ծառայությունը մատուցենք, հեշտացնենք մարդկանց կյանքը։ Բայց շուտկի էստե շատ կարևոր բան է, այդ 60%-ը մի քիչ փորձենք վերլուծենք, որովհետև երբ որ մենք թվերին ավելի ուշադիր ենք գնում, մենք կարանք ոչ թե 2x անենք, այլ ավելի շատ անենք։ 60%-ը դուք ռեալ, ու գիտեմ CRM ունեք Bittrex-ն հետ ու չեմ սխալվում, ունենք ստատիստիկա, որ 60% ձեր ունեք 600 միլիոն դրամը, այսքան գալիս են միացրած գովազդներից, պայմանական 100 միլիոն։ Այդ ճյուղավորումը ունենք, 200-ը գալիս են օրգանիկ, 300-ը գալիս են ով որ արդեն մեքենա է գնել երկրորդական գնումներ կամ ռեկոմենդացիա, այդ ստատիստիկա ունեք դուք։ Չի ասի 100%-ով ունենք, բայց արդեն հիմա ուզում ենք բերենք նրան հասցնենք, որ ունենանք այս ստատիստիկան։ Bittrex համակարգ օգտագործում ենք, այո, նաև դու ունես շատ լավ ոնց որ փորձ այդ մասով, կուզենայինք ձեր հետ համագործակցեինք, ձեր փորձը կիրառեինք մեր բիզնեսում, ռեալ ստատիստիկան իմանալու համար։ Ու սա ինչ եմ հարցնում, որովհետև շատ կարևոր է, լուրջ թվեր են, բայց երբ որ մենք ռեալ հաշվարկում ենք, այս 60%-ն է, որ պետք է հաշվարկել, ու մենք հաշվարկում ենք, որ X թիվ բյուջետ ենք հատկացնում եւ Y թիվ վաճառք ենք ունենում, Z շահույթ ենք ունենում, ROM-ին հաշվարկում ենք, այսինքն պայմանական դրել ենք $30,000 գովազդի վրա, ստացել ենք $100,000, նշանակում է ամսվա կտրվածքով, դա արդեն 330% մեր ROM-ին է, Return on Marketing Investment։ Ու այդ պարագայում մենք կարանք 30-ը սարքենք, ու ինքը նամանավանդ եթե դիջիտալի մասին ենք խոսում, մարքեթինգը, Facebook-ը հենց տենում է փողերը չաթացնում ես, ինքը լիդի արժեքը թանկացում է, բնականաբար պրոպորցիայով, ստե խորհուրդ են տալիս ու մենք մեր փորձով ասենք, որ 30% շաբաթական ոչ ավել պետք է մարքեթինգի բյուջետը հատկացնել, այսինքն մինչև 50,000 կարելի ավելացնել։ Ու պայմանական եմ ես ասում, թվերը էլի ու էլի եւս կօգնի անել։
ու եթե սինխրոնիզացիան, չգիտեմ, մարքեթինգի սինխրոնիզացիան վաճառքի հետ եթե կա, օրինակ եթե վաճառքը ունի target 1 միլիարդ, ինքը պետք է բացվածք ունենա եւ մարքեթինգի լիդ գեներացիան բյուջետը նույնը պետք է համապատասխանի դաշ։ Մի բան էլ ավելի պետք է լինի։ Այդ սինխրոնիզացիան ոնց հասկանում եմ ինչ որ մասով արվում է, բայց վերջնական տեսփաստն անալիտիկա մենք չունենք դեռ։ Չէ՞, պետք է։ Այդտենց հա հիմա սոցիալական հարթակների վրա մենք այդքան գումարներ չենք ծախսում, ինչքան որ ծախսում ենք ուրիշ ոնց որ ճյուղերով։ Չի լսում։ Չէ, լսում եմ, լավ լսում եմ։ Հա, սոցիալական հարթակների վրա այդքան մեծ ահռելի գումար չենք դնում, ընդամենը մի քանի հազար դոլարի ոնց որ մարքեթինգ ենք անում, բայց որ համեմատում ենք մեր անցած այն հին արած մարքեթինգի բյուջեի վրա, մի քանի անգամ քիչ ենք անում։ Մենք ամիս է եղել հենց սկզբի վաղտերը օրեր լինում մի քանի $100 ռեկլամ ենք միացնում։ Հիմա մտածում ենք, որ արդեն ուրիշ տեղեր դիրքավորենք մարքեթինգային մասով, հիմա ասենք կինո նկարահանման մեջ ենք լինում, ժուրնալների մեջ ենք։ Ջվանի հետ համագործակցում եք։ Ժուրնալների մեջ Ջվանի հետ ծանոթացան, հա, ժուրնալների մեջ եւ այլն եւ այլն։ Շատ լավ։ Նայեք, ես ուզում եմ մի քիչ Ներեք մի բան ավելացնեմ։ Ինչի համար ենք որոշել այդպես անենք, որտեվ Facebook, Instagram-ին հերիքա գումարներ ծախսենք։ Ու իմ գաղափարը այն էր սոցիալական հարթակ ստեղծելու համար, որ այդ գումարները ոչ թե Իլոն Մասկը աշխատի, այլ մեր Հայաստանի Հանրապետությունը աշխատի։ Այդ նպատակով է ես մտել այդ բանի մեջ ու չնայած որ կորցրեցի լիքը գումարներ, մոտ $300,000 գումար կորցրեցի, բայց դա ինձ լիքը փորձ բերեց ու իմ ճանապարհով ոչ միայն ես եմ անցել դրա միջով, այլ լիքը նաև մեր ռեմն է անցել այդ ճանապարհով, ինքը մի քանի միլիոն դոլար է կորցրել ու մեր ռեմին ով է ճանաչում, ճանաչողներ կլինեն, չէ՞։ ճանաչում։ Ռեմ դարբերն է։ Երբ որ ես գնացի ռեմի մոտ, ասեց ես խորհուրդ կտամ, որ հենց հիմա դադարեցնես, քանի չես կործանվել, որտեվ մենք արդեն կործանման եզրին էինք, $1,000,000-ից ավել իրանք են կորցրել։ Ու Facebook, Instagram հարթակը քչացել ենք այն մասով, որ ուրիշ տեղ օգտակար լինենք, էլի ոնց որ ասած մեր բյուջետ կա Հայաստանում։ Հա։ Շատ լավ։ Այո։ Իմ ջարած BS Cosmo Market-ը որ մենք ստեղծել ենք, նույն գաղափարը էր, որովհետև մեր այն ժամանակ Facebook-ը փակել են ու մի քանի $100,000 թող ենք ծախսել, պլյուս Instagram-ը, ու ես մենակ իմ կամպանիայով $1,000,000 եւ ավել մենակ digital այդ Facebook մետային գումար եմ ծախսել ու այդքան գումար cash աշխատել եմ թե չէ, երևի թե չէ, հենց այդ բիզնեսներով կավա կապիտալիզացիան ավելացել է, ինչ է նշանակում, որ Facebook-ը մեր բիզնեսներից ավելի շատ գումար աշխատում, BS Cosmo Market-ի գաղափարն է, որ արդեն over recommendation է անում, ինքն է այդ գումար աշխատում։ Հիմա նույնը մենք օրինակ հավելվածը եթե download-ը անում հաճախորդը $1-2 է Facebook-ի արժեքը, մենք այդ $1-2 բաժանում ենք հաճախորդների մեջ, ով որ ինքը recommendation անում, էլի։ Էլի այդպես փողը ներսնաֆորում իրար այդ սինխրոնիզացիա եղած մտքերը։ Ես կուզենայի որ մի քիչ ակտիվացնենք մեր այսօրվա հյուրերին եւ հարցեր տանք, հա։ Կարճ ու ամենջան դու կարճ պատասխանես, որովհետեւ մենք ունենք deadline։ Շատ խոսելու բան կա, շատ, բայց դե ելը խոսանք, բայց ամեն դեպքում այնքան ինքը մեծ թեմա է, որ փորձենք ժամանակի մեջ տեղավորենք։ Ես կուզեի մեքենաների վերաբերյալ, տների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ։ գների Փոքր ու միջին դերնապարների հիմնականում։ Հա, շնորհակալություն հարցի համար։ Նայեք, իրականում այնքան բան կա խոսելու, ասելու, որ ոնց որ այսքան չէր էլի մեր բիզնեսը։ Մենք նաև 4 մեքենաների պաշտոնական ներկայացուցիչ ենք, աշխարհարչակ բրենդներ են իրենք որ շուկայում կային, ավտո արտադրություն ունեին, հələ ոչ մեկ չկար այս էլեկտրոմոբիլների աշխարհում, մենք այդ կամպանիաների հետ հասել ենք նրան, որ դարել ենք պաշտոնական ներկայացություն։ Ունենք թե
առաքիչների համար մեքենաներ, թե լուրջ խոշոր բիզնեսի համար մեքենաներ, բեռնատարներ, տարբեր մուլտիբրենդ ենք վաճառում, մոտ 150-ից ավել տեսականի ունենք մենք հիմա։ Իսկ բենզինի, սալարկայի ու էլեկտրական մեքենաների ծախսի առումով։ Ծախս, մերսի, հարցի համար, ծախս, միանշանակ, 10 անգամ կրճատվում է ծախսը, նու 7 դրամից մինչև 10 դրամ 1 կիլոմետրի արժեքը։ Եթե էլեկտրականի ավելի բարձր։ Չէ, նույնն է։ Նույնն է։ Դիաուժովա նույնն է։ Սովորական բենզինային։ Չէ։ Ու լիզինգով կարող են ձեր բերել։ Միանշանակ բոլոր բանկերի հետ համագործակցում ենք, այդ թվում Armenia լիզինգի հետ, ոչ մի խնդիր չկա, շատ հասանելի է։ Մանավանդ, որ մենք տալիս ենք երաշխիք, ոչ մի խոչընդոտ, ոչ մի խնդիր չկա։ Լիզինգի պայմանները, նախավճարը եւ այլն չգիտեմ։ Սկսած 10%-ից։ Միջինը ինչ տոկոս է, որտեղ սկսած բարը մի քիչ խաբուսիկ է, էլի, միջինը որ ձեր փորձով ինչ տոկոս է գալիս։ Դե գալիս է բիզնեսի կայուն վիճակից, ինչ վիճակում է բիզնեսը։ Այո, չէ, հասկանում, միջինը որ դեր 10%-ից սկսած։ 10%-ից սկսած։ Իսկ դերները Այդ այդ հարցերի մասով ինչ գնից է սկսվում, էլեկտրոմոբիլները, ու միջին ու փոքր բեռնատարները։ հա 25000-ից վերև է, $25000-ից վերև։ Ուսում ենք։ Ինան հարցում եմ 23 թվականին ձեր վաճառքն եմ եղել, գիշեր թե չէ անձամբ ձեր խոսել եմ, ու դուք վաճառել էլեկտրական մեքենա դինելու, ձեր խոսալուց հետո վերջնական որոշեցի Էկոմոտորսի ձեր բերել մեքենա, ու այս տարիների ընթացքում ես երկու տարվա ընթացքում շատ եմ խորհուրդ տվել, մենակ մի հատ հարցում եմ, այդ ժամանակահատվածում, որ մենք իրար հետ խոսեցինք, մոտավորապես որոշումը կայացնելու ձեր հետ աշխատելու 50%-ը մի հատ պայմաններ, որից հիմա տեղյակ չեմ դա գործունա, լինի թե չի լինի, որ հինը հետագայում կարող է Էկոմոտորսում փոխարինենք նորով։ Շենց խոսք կա եղել, դուք ասեցիք մենք աշխատենք այդ վրա, այդ մտքի վրա, ոնց որ այլ երկրներում, այսինքն 2 տարի հետո ես ուզում եմ մեքենան փոխեմ, որպես ես չլինեմ վաճառքով կամ նորը գնելու, այսինքն հինը բերեմ, ավելացնեմ նորի տարբերությունը, ինչ որ գնահատված նորի տարբերությունը եւ փոխարինեմ նորով։ Ուզելի դրա հետ կապված որոշակի ինֆորմացիա դա լինելու է թե չէ, եւ եթե լինելու է, եւ ու ինչ պայմաններով։ Շնորհակալություն հարցի համար։ Հա, մենք ասել ենք, որ կնպաստենք, ոնց որ հինը հենց անենք, որ նորը վերցնեք դուք եւ նպաստելու ենք վաճառքով զբաղվելու ենք, անելու ենք ոնց որ անհնարին է, որ մեր երկրորդային շուկայում ձեր մեքենան կվաճառենք եւ լավ պայմաններ կառաջարկենք, որ նորը ձեռք բերեք։ Բայց դեռ այդ օպցիան չունենք։ Հա, թրեդինի մասին է խոսքը, թրեդինի մասով խոսակցություն չի եղել, թրեդին դեռ չունենք, որ հինը վերցնենք նորը տանք։ Այդ նոր բիզնեսը 15-ից մեկն է, չէ՞, ոնց որ։ Բայց նպաստելու ենք, որ շատ արագ ձեր մեքենան վաճառենք եւ նորը ձեռք բերեք դուք։ Թրեդինը, նայեք ասեմ, թրեդինը սենց է էլի, ու այդ ամբողջ աշխարհում ընդունված բան է, որ մեքենան իրանք այնքան էժան են վերցնում ու նորը այն գինն են ասում, որ ձեր մեքենան դուրս է գալիս անվճար թողնում է կազմակերպությանը։ Դրա համար ես ասում եմ, որ կնպաստենք, այսինքն գովազդներ կանենք ու լիքը մեր սոցհարթակներով այնց կանենք, որ ձեր մեքենան ձեր միկվա վարած մի տարվա կամ 2 տարվա մեքենան վաճառենք եւ նպաստենք ձեզ ավելի լավ պայմաններ մեքենա ձեռք բերեք։ Հիմա ասենք այդ տարբերակն արել գործում է։ Միանշանակ։ Իսկ ես ցանկացած բաղական կարող մոտենամ ավտոսի։ Միանշանակ։ Այո, մենք հարյուրավոր հաճախորդներ ունենք այտենց։ Հարյուրավոր հաճախորդներ ունենք, որ վաճառքով ենք զբաղվում եւ լիքը մարդիկ փոխել են իրենց մեքենաները։
Նաև շուտով փակագծերը բացեն, մենք բացելու ենք երկրորդային մեծ ավտո շուկա, որ նաև զբաղվելու ենք այդ ուղղությամբ։ Այսինքն մարդկանց քշած վարած մեքենաները վերցնենք, զբաղվենք վաճառքով եւ նորը ձեռք բերելու համար նպաստենք։ Իսկ շատ է արժեքը իջել, ինչ մեքենա է, ինչ արժեք է, մեկ է հիմա շուկա։ Ինչքան էր ու հիմա ինչքան է դրապես։ 23 թվականի որ վարկերեցի $135,500։ Իսկ հիմա ինչքան կնի, որ հիմա վաճառեք։ Ճիշտ ասած չեմ հետա։ Ես կարամ ասեմ, նայեք, էլեկտրոմոբիլները շատ արագ գցում են իրենց ինքնարժեքը, բայց ինքը ինչքանով է նպաստում, որ ինքը ծախսը ոնց որ 10 անգամ բրճատում է։ Դուք պետք է էլեկտրոմոբիլ, որ գնում եք, այն մտածողությամբ գնեք, որ ռեալ 3 տարում իր գումարը հանում է, այդ մեքենան, չգիտեմ, կես գնով էլ վաճառես, դա քո օգուտն է։ Այո, ամորտիզացիան պայմանական Այո, հիմա ու աշխարհը պատերազմի մեջ են ավտոարտադրողները, հիմա ասենք BYD-ին կոնկրետ պլանա դրել իր առջև, որ, չգիտեմ, էլի մի քանի տասնյակ տոկոսներով իջացնի, որ կուլ տա։ Բայց հիմա այս մեքենան օրինակ վաճառքի գինը ինչքան է, ու բանա նորը, ու հինը ինչքան է։ Նայած քանի կիլոմետր է քշված ու ինչ վիճակով է, խփած է, խփած չի։ Շփաչի 20,000 կյանքի։ Շատ չեք քշել, նորմալ է, կվաճառվի։ Իսկ իր նորը, որ 2025 առնի, ինչ արժեք է, 35-ը։ Շատ է իրանացել։ Մենք օրինակ հիմա ճանապարհին ունենք, նաև Արմենը մեզանից մեքենա է գնել, չէ՞, ճիշտ եմ ասում ձեր անունը։ Նույն արտերից է, 25 թվի 25 մոդելը ունենք ճանապարհին մոտ մի քանի 100 հատ, որից մեկը Արմեն է գնել $29,500, չէ՞ Արմեն ջան։ Իսկ 6000 Հա, ինչ էլ է։ ու 25 թվի 25 մոդելն է։ Իսկ իմիջայրով ձեր մեքենան էլ արդեն դարսում է։ Ինչքան ժամանակ է որ պատվիրել եք։ Լավ զեղչ արել չէ՞ բան։ Զեղչ, այդ արդեն զեղչ է։ Անպայման BS Cosmo մարքետով կանցկացնես։ Չինաստանը մի տարվա ընթացքում նույն ավտոն 3 անգամ ռեստայլ բարանալու։ Ֆունկցիաները ավելացնել, պակասացնելով գնի վրա խաղալ։ Այսինքն եթե քո գնացից դու հիմա 10,000 էժան վաճառես, $3,000-4,000 ավելացնելով լրիվ նույն մեքենան կարաս ավելի նոր թվով առնես, էլի նոր մոդիֆիկացիա։ Այսինքն այդ կորցնելն է հարաբերական։ Դու նայած ինչի հետ ես համատում դու կորցրեցիր, էլի։ Եթե նոր մեքենա ես ուզում ձեռք բերես, դու քո մեքենայի վրա ընդամենը $3,000-4,000 ես ավելացնում։ Շատ լավ, դե եթե վեկանենք 2 տարվա կտրվածքով $10,000, չէ՞, բավականի մեկա խնայողություն եղել է, ծախս չէ եղել։ Միանշանակ, նայեք, ասենց ասեմ էլի, հիմա մեր Հայաստանում այդ տենդենսը գնում է շատ լավ է, որ բոլորը ձգտում են նոր մեքենա ձեռք բերելու համար, այլ հին մեքենա չեն ուզում ձեռք բերեն։ Եվ կներեք ինչքան ժամանակ է որ գնել եք մեքենան դուք մոտավոր տարուկես է շատ ողջունել է որ ուզում եք վաճառեք նորը վերցնեք բայց այդ տենդենսը հիմա Հայաստանում նոր է մտել բայց եթե դուք տարուկես էլ եւս վարեք կամ 2 տարի ձեր դրած գումարը լրիվ ամբողջովին հետ է գալիս նշանակում է որ դուք չեք կորցրել Շատ լավ շնորհակալություն Ջիվանը հարց ունի Այո շնորհակալություն Մեքենա չեմ վարում, հարց մեքենայի կապված չի լինի, բայց ասեցիք, որ համագործակցում եք արտադրողների հետ, ինչ է դա իմանալ, որ ֆիլմերի հետ և ինչ սկզբունքով եք ընտրել համագործակցությունը։ Շատ լավ, շնորհակալություն, այդ մասով երկու բառով ներկայացնեմ իմ Ով լավ բանա մարքեթինգ է։ Հիմա նկարահանվում ենք բժիշկների կինոյի մեջ։ Բժիշկների կինոյա նկարահանվում, այդ կինոյում ենք նկարահանվում։ Անունը ի՞նչ է։ Չգիտեմ անունը, շուտով այդ ֆիլմը կլինի շուկայում։ Կարող է քո կինոն է։ Եվ նաև ինչի՞ չեք համագործակցենք սիրով։ Ինչպես եք համագործակցում, մեքենայի տրամադրում եք ձևաչափի։ Այդ առանձին կխոսենք, նայած ինչ եք դուք տալու մեզ։
Ինչ եք առաջարկելու էլի մեզ։ Սիրով համագործակցենք։ Ну, նպաստել է բիզնեսի զարգացմանը, հա, մարքեթինգից բացի, կա ինչ-որ մի բան, որ կուզեք ասեք, այս մեխանիզմը դուք օգտագործել եք, որը չի օգտագործել այլ բիզնես մեկ, եւ երկրորդ հարցը, ինչքան որ ես եմ ուսումնասիրել շուկան, անշարժ լուքի ոլորտը եւ մեքենաների ոլորտը հիմնականում իրենց գովազդները միացնելիս օգտագործում են գեղեցիկ բարետես աղջիկների, համարձակ հագուստով աղջիկների, որպեսզի դրանով գրավեն հեռուստադիտողի հանդիսատեսի ուշադրությունը, հա, հետևորդների ուշադրությունը, բայց ես նկատել եմ, որ ձեր գովազդներում հիմնականում մասնագետի խոսքն է, դա հատուկ ինչ-որ մեխանիզմ է օգտագործած, ուսումնասիրել եք չափելի է, օրինակ ովքեր որ համարձակ աղջիկների գովազդներ են միացում, դա ավելի վաճառք ապահովում, թե հենց այս մեթոդն է կիրառելի լինում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Էլիչան հարցերի համար։ Սկսեմ առաջի հարցից։ Ինչ ենք կիրառել բիզնեսում։ Նախ բիզնես սկսելու համար ընդհանրապես գումար հարկավոր չի։ Դուք կարող 0 դրամով կառուցեք միլիարդավոր շրջանառություն ունեցող բիզնեսի եւ ամենակարևորը կապերն է։ Ես նոր մի քիչ առաջ էլ ասեցի, որ կապերի շնորհիվ դու կարող ես լիքը հաջողությունների հասնես։ Այս ամեն ինչը կապերն է։ Հիմա մենք ստեղ նստած կապեր ենք ձեռք բերում եւս եւ հիմա որ խոսում ենք մեր անդամներից ինչ-որ մեկը եւս ռեկլամա անելու, որ մեքենա ձեռք բեր Էկոմոթորսից կամ Արմենի մեքենա, որ մենք 25 օրում տանք Արմենին ու ինքը գոհ լինի, ինքը մեզ ռեկլամա անելու, լիքը հաճախորդներ բերելու։ Հիմնականում ինչ ենք արել, որ ոչ մեկ չեն արել բիզնեսի մեջ, գործել ենք։ Վարկյան առաջ գործել ենք, չենք թողել վաղվա վրա։ Այդ մեթոդները շատ են, անկեղծ շատ են ու որոշել ենք օրինակի համար մի բան անենք, արել ենք հենց հիմա վարկյան առաջ, չենք թողել օրինակի համար վաղ անենք, մրցակիցները առաջ չանցնեն։ Եվ երկրորդ հարցի պատասխանը, չգիտեմ, ավելի շատ երևի ուզում ենք, որ մենք ենք կիրառել այդ ձեր ասած գեղեցիկ աղջիկների նկարանները եւ այլն, բայց նաեւ խնդիրների մասին պետք է խոսես էլի։ Հիմա նայեք, ունենք հաճախորդ, չգիտեմ, խնդիրների բախվել եք թե չէ, դուք ձեր մեքենան որ գնել եք։ Ուշ ա եկել, կարա լինի, որտեվ մենք նաեւ մի քանի մեքենա ունեինք, որ 5 ամսում եկավ ասա, մի քանի օր առաջ են տվել հաճախորդների մեքենաները ու քվոտայի տակ ենք ընկել, մենք այդ մեքենաների մեջ բավականին վնաս ենք կրել, բայց արել ենք մեր ասածները, դա պայմանավորված է հերթերի հետ եւ ճանապարհի թե Լարսից, հիմա ասենք մոտ մի շաբաթ առաջ Արմենի մեքենան հասել է այնտեղ, ոչ թե միայն Արմենի մեքենան, 30 մեքենա ունեն ու հերթել են, ասենք 100 մետր չի առաջանում, պատկերացրեք ինչքան վնասներ ես կրում էլի։ Բայց Աստված չանի, եթե դուք խնդիրների բախվեք, մենք խնդիրների լուծումը ունենք եւ լուծելու ենք։ Մենք հիմնականում մտել ենք այդ հոգսի տակ, որ մարդկանց խնդիրները լուծենք։ Մենք էլ չէ կարայինք ուրիշ ավտոսալոնների պես վաճառեինք եւ վերջ, կարճաժամկետ մեր գումարը աշխատեինք, ասեինք Աստված ձեր հետ։ Բայց հիմա մենք հարյուրավոր միլիոն դրամների ներդրում ենք անում, դիագնոստիկայի սարքավորումներ ենք գնում, չգիտեմ, ամեն ինչ անում ենք, որ հաճախորդի խնդիրի լուծումը ունենանք։ Եվ հաճախորդին չի հետաքրքրում, չէ, խնդիր ունես լուծի։ Հենց այդ խնդիր լուծելով ենք մենք առաջնորդում շուկայում եւ առաջատար էլեկտրոմոբիլների ավտոսալոնների մասով ու լիքը կազմակերպություններ այսօր կան, որ վաճառում են, մենք ենք սպասարկում, որտեղ մենք ունենք խնդիրների լուծումը։ Չգիտեմ որքանով ճիշտ պատասխանեցի ձեր հարցերին, կոնկրետ որ հարցն է, որ ասեք։ Ես ուզեի գործարարների համար ինչ-որ տեսանելի մի նկարագիր ներկայացնել, օրինակ մի մեթոդ, որ դուք կիրառել եք ու հասկացել եք, որ այդպես կարողացել եք շուկայում տարբերվել մնացածից ու առաջատար լինել։ Եթե կա այդպես ինչ-որ մի բան եւ բաց է ինֆորմացիաներ, չգիտեմ, ինչ-որ մի գործիք եք կիրառել,
Facebook-ով լինի կամ չկարետաբերակով կամ չգիտեմ անձնական եւ հասկացել եք, որ դա օգնում է, որովհետեւ դուք այդ սպասարկումը ավելի ճիշտ անեք։ Ես ընդհանուր հավելված եմ պատասխանում, բայց սկսավորից հավելում եմ։ Մեթոդները շատ են։ Ամենակարևոր մեթոդը, որ չվախենալ ինչ-որ խնդրի տակ մտնել ու այդ խնդրի տակից լուծումը գտնել եւ անցնել առաջ։ Շատ լավ, դե անցնենք բլից հարցերին, բոլորին շնորհակալություն հարցերի համար։ Մի քանի հարց ենք տալու ու սկսելու ենք հիմնական մեր սիրած հարցին, ինչու ենք մենք հիմնել Eco-Motors։ Հիմնել ենք, որ փոխենք մարդկանց կյանքը, փոխենք աշխարհը։ Ինչ ենք ուզում փոխենք մարդկանց կյանքը։ Որ ավելի լավ բարեկեցիկ կյանք լինի եւ ունենանք մաքուր բնություն։ Ինչի համար է դա մեզ անհրաժեշտ ունենալ մաքուր բնություն։ Որ մեր երեխաները մաքուր բնությունում ապրեն։ Ինչի է մեզ պետք, որ մեր երեխաները մաքուր բնությունում ապրեն։ Որովհետեւ կյանքը մեկն է պետք է առողջ լինի։ Ինչի է պետք առողջ լինել։ Որ Ինչի է պետք առողջ լինել։ Որ կյանքը վայելես, երջանիկ լինես, իրականացնես քո երազանքները։ Շատ լավ։ 5 ինչու՞ն եղավ, չէ՞, Մարիետա։ Շատ լավ, շնորհակալություն։ Այդ առաջի հարցն էր։ Նպատակներ Այս մեկը 2026 թվականի նպատակները 5 անգամ ավելացնել շրջանառությունը 5 անգամ այդ ինչքան է հիմիկվա շրջանառությունը այսինքն 25 միլիարդ այո 25 միլիարդ օքեյ տարեկան 2030 թվականի նպատակները 2030 թվականի նպատակները մինչև այդ ժամանակահատվածում ունենանք մենք արդեն մեր սեփական ավտոսալոնների ցանցը եւ նոր ձևաչափով, այսինքն հաճախորդը ունենա ընդդուք մինչև, չգիտեմ, մասաժի փաթեթ կամ ուղևորության դեպի այլ երկրներ։ Իսկ հաճախորդը ով որ գնում է կատարում։ Այո։ Թե ով գալիս է սպասարկման։ Ով որ գնում է կատարում։ Ով որ գնում է կատարում։ Սա ո՞ր մեքենա են առնել ձեր մոտ։ Շատ լավ 2035 հիմնված լինի մոտավոր 50 ճյուղանոց բիզնես որ երկրներում Հայաստանում միայն կարաս մրցակցես միանշանակ առանց արտադրություն Ես գիտեմ որ դու արտադրություն նաև կլինի արտադրություն ինչի՞ չէ որ ռիսկ չես տենում օրինակ դու ստե շուկան բացում ես խոշորը գալիս է արտադրողը ինքը արանքից անում է եւ պաշտոնական իր ներկայությունը ստե ունենում ռիսկների մասին ընդհանրապես չեմ մտածում եթե մտածում ես ռիսկների մասին ոչ մի բան չես անում հա եթե ես այո անգամ մի վարքան ես չեմ մտածում ռիսկների մասին անգամ մի վարքան շատ լավ вообще մյուս հարցը Eco-Motors-ի X ֆակտորը այսինքն ձեր ֆիշկան բիզնեսի մեջ ինչով եք դուք տարբերվում մրցակիցներից որը ձեր մրցակիցը կամ բացարձակ չի անում կամ շատ թերի անում ձեր ամենակարևոր ֆիշկան ամենակարևոր ֆիշկան իմ շփումն է կապերի շնորհիվ է առաջինը կապերի շնորհիվ դուք 4 ակումբի անդամ լինելն է ոչ միայն կյանքը 4 ակումբով է վերջանում ու սկսվում ոչ միայն ոչ միայն կապերը օքեյ այսինքն չկա ձեր մրցակից որը ավելի շատ կապեր ունի կարա լինի նաև չենց հետա որ կամ մրցակիցը չունի կամ շատ թերի է այսինքն զիջում է ինքը այդտե բացի կապերը սպասարկումը որ մենք խնդիր ենք լուծում մենք ոչ միայն մեքենա ենք վաճառում այլ խնդիր ենք լուծում եւ խնդիր ենք վաճառում շատ լավ այսինքն սպասարկման
ոլորտը, որ դուք Սպասարկման ոլորտը, որ զարգացնում ենք, էլ ավելի զարգացնելու ենք, չենք դադարելու ամեն վարքյան զարգացնելուց։ Շատ լավ։ Քո հիմնական հմտությունները, որ օգնում են բիզնեսը զարգացնել։ 3 կետ գլխավորից միջև ավելի քիչ կարևոր, բայց էլի գլխավոր են։ Ազնվությունը, նվիրվածությունը եւ գնահատելը։ Շատ լավ։ Թիմին գնահատելը։ ROI-ին բիզնեսի։ Ներդրումը, որ անում ես բիզնեսի մեջ, ինչքան ժամանակի մեջ է վերադառնում։ Ունես այդ թիվը։ ROI-ին եւ ROM-ին։ Չունես։ Մոտիվացիան թիմի։ Ոնց է սկսվում։ Թիմի մոտիվացիան հենց Eco-Motors-ում մոտիվացված աշխատելն է։ Այսինքն մեր թե ոնց որ ասած տնօրենի, վաճառքի տնօրենի, մարքեթինգի բաժնի ղեկավարի եւ ֆինանսիստի նոր մեխանիզմը դնելով թիմը այլ ավելի մոտիվացված է լինում։ Ճիշտ պատասխան տվեցի։ Մոտիվացիան նաեւ ֆինանսական, եթե կա ինչ-որ բանաձև, ոնց է պլանից ես տալիս, թե դրույքն է բարձր կամ հակառակը վաճառքներից են, ոնց ես մոտիվացնում, կա դες մոտավոր բանաձև, որ կոնցեպտուալ ինքը քո սա խնդիրը լուծում է։ Ու այդ մոտիվացիան նաեւ դու ասես որ գնահատում ես, որ ինքը արդարացված եւ բալանսավորված գին ունենա ֆինանսական մասով նաեւ։ Նորմալ կայուն աշխատավարձ պլյուս բոնուսային համակարգ։ Բոնուսը հիմնական ինչից է կախված։ Top management-ի օրինակ։ Վաճառքների պլանից է թե հենց ընդհանուր պլանից ու վաճառքներից։ Ինչ տոկոս է կազմում դրույքը, ինչ տոկոս է կազմում մոտիվացիան ֆինանսական, զուտ տոկոսային, մոտավոր միջին աշխատակիցների։ Նայեք, հիմա ասենց ասեմ էլի, մենք այնց մեխանիզմ ենք մշակել, որ թիմը ինչքան աշխատեց, այդքան գումար աշխատելու։ Ուզում է աշխատի 8 ժամ կամ 10 ժամ full, այդքան ինչքան իր գլխի պարունակությունից է կախված էլի, թե ինքը ոնց կաշխատի, ինչքան գումար է ուզում աշխատի։ Օրինակ մենք երբ որ Չէ, բայց տոկոս զուտ, օրինակ ընդհանրենք 1 միլիոն դրամ աշխատավարձը կազմում ամսվա կտրվածքով, որից 400,000 դրույքն է, 600,000 արդեն տոկոսներն է, մոտիվացիան է, կամ մոտավոր ինչ-որ բանաձև, որ դու կիրառում ես քո մոտ։ Առողջ, թե դրույքը պայմանական 1 միլիոն, լավ ավատա է դա։ Չէ, լավ ավատա է, չի, սենց է էլի, նայեք, կարող ընթացքում ավելի լավ փոփոխությունների գնանք, բայց հիմա անենց է, որ թիմին բավարարում է այդ աշխատավարձը եւ իր աշխատանքով աշխատում է եւս բոնուսներ ունենում, բայց նաեւ մտածում ենք, որ ավելի լավ բոնուսային համակարգ դնենք, այլ ավելի շատ ձգտեն, ավելի լավ աշխատեն, ավելի շատ գումարներ։ Մոտավոր ունես տես ռաշոտ ինչ տոկոս է հիմա։ Հենց բանը։ Ես աշխատավարձի ֆինանսական բլոկը կարա ասի։ Ինչ տոկոս է պրոպորցիոնը դրույք եւ արդեն, այսինքն մշտական։ Ես ուզում եմ ազատվեմ ադրենալին, ինձ մշտական մասը աշխատավարձի եւ արդեն կախված գործարքից։ Այս բային գործով մոտ 80%-ը հիմնական աշխատավարձի օրինակ իսկ ապագա պլաններում նախատեսվում է հասնելն է, որ 100-200%-ը աշխատողի աշխատավարձի ամսերը կլինի տոկոսային համակարգ։ Այսինքն ինչքան վաճառեց, ինչքան ավելի շատ վաճառեց, ավելի շատ տոկոսներ ստանա։ Շատ լավ, շնորհակալություն։ Ինչքան է դառնա ապագայում։ Տոկոսով ինչքան 100-200%-ը տոկոսային համակարգով ձևավորված գումարը ավելի շատ է, ամսական ստացված աշխատավարձներ։ Եթե 1 միլիոն դրամ է, ստացել, ինչքան է դրանից տոկոսը լինելու։ Դրանից տոկոսը լինի 60-70%։ Հասկացա, այնով շնորհակալ։ Ես տենց հասկացա, պայմանական ֆիքսը 500 է, ուզում եք սարքեք նենց, որ աշխատավարձը կարա եւս 200% ավել, պայմանական 1.5 միլիոն էլի։ Եթե խոսում եք օրինակ ամսական միջին աշխատող ստանա 1 միլիոն դրամ եկամուտ,
ֆիքսացիա որ նա լինի այդ պայմանավորված 1 միլիոնը 300-350, ավելի շատ 67%-ը լինի պրոցենտային։ Շատ լավ։ Կյանքի ամենակարևոր օրենքը, որը դու միշտ պահպանում ես։ Ամենակարևոր օրենքը։ Ազնվությունը։ Ազնվություն։ Շնորհակալություն։ Ճանապարհ թե ռեզուլտատ։ Ճանապարհ պետք է անցնես, որ ռեզուլտատ ունենաս։ Իսկ ո՞րն ես ընտրում։ Երկուսն։ 50-50, հա։ Շուկայի ճանապարհի ոնց կլինի ռեզուլտատ։ Շուկայի ինչ տոկոսն եք զբաղեցնում այս պահին մոտավոր։ 7-ից 10%։ Ինչքան եք ուզում զբաղեցնեք։ Տեսնենք։ Մեր ցելը, մեր պլանը դրված է, նպատակը այն է, որ մինչև 4-րդ երամսյակում լինեն գոնե 100 խոշորների մեջ։ Այս պահին ֆրանչայզինգի մասով դեռ չունեք, չէ՞, մասնաճյուղ, բայց պլանավորում եք։ Չունենք, բայց պլանավորում ենք։ Ֆրանչայզինգ թե մասնաճյուղ ձեր վերահսկողության տակ ոնց եք պլանավորում։ Երևի մասնաճյուղ մեր վերահսկողության տակ։ Ինչի՞։ Նայեք, այն օրը մի բան էի նայում, սենց ասեմ էլի, պետքա ոնց որ ասած բիզնեսում էլի լիքը թերություններ ունենք, որ ամեն օր աշխատում ենք այդ ուղղությամբ ու պատկերացնա մեր թիմն է աշխատում ենք անընդհատ չենք դադարում աշխատելուց ու մեր սրտով չի այդ ամեն ինչը։ Պատկերացեք ֆրանչայզինգ ես վաճառում ու թողում ես, ասենք, մի հատ այնց թիմ օգտագործում է քո լոգոն, ոնց կվերահսկես էլի, այդ ավելի զորա լինելու։ Շատ լավ եւ Երևի ես հասկացա խի սենց արեցի, եթե այդպես լիներ, ասենք, չգիտեմ, լիքը աշխարհում միլիարդավոր ֆրանչայզինգներ վաճառում, ոնց են վերահսկում, չէ, միտքդ հասկացա, երևի կգա ժամանակը դրան էլ կասնենք, տեսնենք ոնց են ճիշտ կազմակերպում էլի։ Դե դա ընտրություն է, այսինքն ստե չկա սխալը ճիշտ, բայց մեծ մասամբ կազմակերպությունները ֆրանչայզինգ են։ Մակդոնալդսը ոնց է ինքը մասով։ Դրա մասով էլ հենց իր բիզնես սեփականները չկարողացավ ֆրանչայզինգի հետ մրցակցել, որովհետև ֆրանչայզինգը առավել մեծ ռեսուրս է, ագին ուժեղ ներգրավվածություն է գործընկերների մասով, քան եթե դու մասնաճյուղ ես բացում, դա բայց մոտեցում է, էլի։ Առաջարկներ եղել են, կմտածենք դա։ Շատ լավ, եւ ընդհանուր նշեցիր 15 ուղղվածություն, որ ուզում ես զարգացնես, որը կարաս նշես, գոնե 5-ը, որ հիմնական դու պլանավորում ես, եթե կարաս 15-ը, որ ավելի 5-ը կասեմ, նախ 10-ը կարամ ասեմ, պրոստը ժամանակը չերի ոնց որ 5-ից մեկը ասեմ դարել ենք գերմանական յուղերի պաշտոնական ներկայացուցիչ, որ գերմանական յուղեր ենք ներմուծելու եւ կանխավճարները արված են եւ պայմանագրերը կապված է շուտով գերմանական յուղը բերելու ենք այստեղ, ել ավելի լավ յուղի տեսականի լինելու, թե բենզինային մեքենաների, թե էլեկտրոմոբիլների մասով։ B2B լինելու մենք հիմնականում վաճառելու ենք բիզնեսներին, էլի մեծ ոնց որ ասած բան լինելու, բազա լինելու եւ մեզանից տանել են օգտվեն։ Երկրորդը լինելու է ամորտիզատորների պաշտոնական ներկայացուցիչ են դարել Երևանում ինչքան մեքենա որ տեսնում եք, այդ զավոդը արտադրում է այդ ամորտիզատորները, որը միշտ անընդհատ պետք է գալիս։ Եվ դրա պաշտոնական ներկայացություն ենք վերցրել ու ասեմ մոտ մի տարի բանակցություններ տանելուց հետո ինքը մեզ ընտրեց Հայաստանից լիքը մարդիկ էին։ Ու այս պայն արդեն չէ ունեք վաճառքներ, զապչասների վաճառքներ։ Չէ, այս պայն ունենք էլեկտրական մեքենաների պայստամաս։ Այս կես ընդհանուր է։ Այս ընդհանուր է։ Այս ընդհանուր է։ Հա, Չինաստան։ Իսկ կարող է մի օր արդեն դիզելային մեքենա բերես, թե չէ։ Չէ։ Երրորդ ուղղվածությունը բոլոր մեքենաների խադավոյի պայստամասերի պաշտոնական ներկայացուցիչ ենք եղել։
Չորրորդ ուղղվածությունը կալոտ կեքի, որը Այդ էս էլի հիմնական պաշտոնական բրենդներ են։ Այս բոլոր ուղղվածությունները դա вообще էկո մեքենաների հետ կապ չունեն, չէ՞։ Մենք Կարան եւ չէ։ Մենք բենզինային մեքենա չենք վաճառում, մենք վաճառում ենք պայստամասեր։ Հա, բայց փաստացի կարա լինի Այդ առանձին ճյուղ Առանձին ճյուղ է։ Էկոմոտորս հետ կապ չունի, առանձին բրենդի տակ, լինելու, առանձին բրենդի տակ լինելու։ Բայց արդեն ունես, չէ՞, այդ ամորտիզատորների բանը, ոնց որ արդեն ստացել ես։ Չէ։ Դեռ չես ստացել, բայց կոմոդը դիշ պայստամասեր Այդ պայստամասերը էլեկտրական մեքենաների պայստամասերն է, բոլոր էլեկտրական մեքենաների։ Փորձում ենք, որ բոլոր էլեկտրական մեքենաների պայստամասերը առկա ունենանք։ Ոչ թե մարդը սպասի։ Բայց էլ վերավաճառում եք ուրիշներին։ Դե մենակ սպասարկման մեջ եք օգտագործում։ Ամեն։ Իսկ որը հենց այդ 15-ից, որ մտածենք, որն է հենց որ վաղվանից կարելի է իրականացնել եւ գումար գեներացնել։ Այս 4-ը որ ասել եմ, հենց հասնեն այստեղ արդեն մենք բան ենք անելու։ Թիմը նոր ենք ձևավորում, որ վաճառքը արդեն կկազմակերպենք։ Իսկ լիզինգները, տաքսիստների, տաքսոպարտների այդ ոլորտը դեռ մտածում ենք։ Այսինքն ինքը պրիորիտետնի չէ, էլի, առաջնային չի։ Չէ, առաջնային չի։ Ու որի վրա ենք խորանում, առաջի կետը։ Առաջի կետը յուղերից սկսում ենք։ Յուղերից սկսում ենք։ Շատ լավ։ Ֆրանչայզինգի մասով դե նշեցինք դեռ հələ ֆրանչայզինգ չունի մասնաճյուղ անելու։ Մասնաճյուղ լինելու։ Լիզինգի մասով էլ հələ դեռ չենք զարգացնում։ Ընթացքի մեջ է։ Շատ լավ։ Դե ընդհանուրն եք այս վերլուծություններ, որ մենք հասկանանք get bench արդեն get ծնա, բայց դեպի ուր ենք եթում։ Նշեցինք 2035-ին ամեն դեպքում լինում ենք Հայաստանի շուկայում, դուրս չենք ելնում։ Ես ամեն դեպքում կփորձեմ մի քանի բան կիսվել իմ փորձություններով եւ այստեղ մենք այդ բառը չենք սիրում, բայց խորհուրդ տալ ինչ կարելի է կազմակերպել, որը բիզնեսի հիմնադիրը չի տենում։ Շատ դեպքերում տենց անում, որ մենք բիզնեսի մեջ ենք ու լինում է ժամանակ, որ մեզ ուղղակի պետք է ինչ-որ նշումներ կողքից, ինչ-որ նշմաններ, որ մենք հասկանանք այդ ուղղվածությունը ավելի շահութաբեր է։ Նու առաջինը ես կնշեմ, որ քանի որ դու պաշտոնական ներմուծող ես ու եթե մասշտաբի մասին ենք խոսում, ֆրանչայզինգի մոդելը ինքը ամենա երկարաժամկետն է, եթե ի սկզբանե ճիշտ է կազմակերպվում։ Ռիսկերը որն է ֆրանչայզինգի, երբ որ դու ի սկզբանե պայմանագիրը ճիշտ չես կազմակերպում ու քո ֆրանչայզինգը քեզանից տարանջատվում է։ Օրինակ McDonald's-ին ինչ էր անում այդ ժամանակ, ինքը ուղղակի հողատարածք էր, մի հատ նոր բիզնես էր հիմնում եւ հողատարածք առնում էր, տալիս էր վարձակալությամբ ու ստացվում է ինքնաշրջուկի բիզնեսում ավելի շատ գումար աշխատում, բայց ֆրանչայզինգը իրանից կախվածություն ունի։ Ու այսօրվա մեր իրականությունում, ինչքան մենք չուզենանք դրա մասին խոսանք, կա բիզնես էվոլյուցիա։ Այսինքն բիզնեսները ուտում են իրար, ոնց որ կյանքն է տենց, էլի պայքար է այդում, ու եթե մենք այդ ամեն ինչը ճիշտ չենք կազմակերպում, մենք խնդիր ենք ունենում։ Այսինքն ի սկզբանե դա նենց մոդել մշակել ֆրանչայզինգի, որ ֆրանչայզինգը հստակ ունի կախվածություն ձեր հետ աշխատելուց ու մատակարարել եւս մեքենաներ։ Այսինքն մարզերի մասով դա կարելի է իրականացնել, դա կավելացնի հավելյալ ներմուծում, հավելյալ մարժա, հավելյալ շահույթ եւ հնարավորություն բանակցել բրենդների հետ ավելի լավ պաշտոնական բրենդերի համար։ Դա ավելի լավ ստատուս է, որտեղ ավիոմներ են բոլորը ուզում։ Ու այդ առաջինը չի սահմանափակվի Հայաստանով, ինչի էդ էլ ասեմ, դու նշեցիր, որ հիմա մտել են քո այլ ոլորտից, այսինքն բեզակալներից Shell-ը եւ էլի այտենց մի քանի բիզնես, հա, ու դա ինչ է նշանակում, որ միջազգային բրենդները իրանք կարա մտնեն շուկա նորավոր ձևով
մեծ ռեսուրսներով, որը ստեի տեղական բիզնեսը, նամանակ մենք Հայաստանի եթե ծավալներն ենք շատ փոքր է։ Ու այս պարագայում եթե մենք ուղղակի սահմանափակվենք Հայաստանի մասշտաբով, ուզած մի օր փակվել ենք։ Ու դա էվոլյուցիա է։ Ես միշտ դա ասում եմ, որ բիզնեսը հետում է գլոբալիզացիային ու խոշոր կամպանիաները ուտում են փոքրերին։ Այսինքն եթե անցած տարի եղել է 500 կորպորացիա, որ իշխում է 80% շրջանառություն, 2035-ին, ինչ եմ ես այդ թվի մասին միշտ խոսում, ընդամենը 100 հոլդինգ անելու, որը իշխելու է 90% աշխարհի շահույթը։ Ու եթե դու ուզում ես այդ ոլորտում լինես, կամ դու պետք է լինես մեկը, գոնե ինչ-որ տես collaboration ունենալով, բաժանմաս ունենալով, կամ փաստացի քեզ ուտել է։ Հիմա դու պետք է ընտրես։ Ասացի, որ ռիսկերը չես անում, ես դեռ կուզենայի, օրինակ մեկնաբանություն անես, շատ հետաքրքիր է, որովհետև նշեցիր ռիսկերը չես հաշվի առնում։ Ստե ռիսկ չես տենում, որ խոշոր միջազգային կորպորացիա մտնի եւ փորձի քեզ արանքից անի։ Շատ լավ հարցեր ես տալիս ու շատ լավ մտքեր գաղափարներ տվեցիր Անդրեյ ջան։ Նայ, ես շատ ժամանակ Մոսկվայի շուկան եմ ուսումնասիրել, տարբեր տեղեր եմ գնացել, մնացել եմ, ուսումնասիրել եմ, բայց ես ուզում եմ կոնկրետ իմ Հայաստանը զարգացնեմ եւ առաջ տանեմ։ Այսինքն այստեղ եթե մենք ունենանք ճյուղավորված տարբեր բիզնեսներ եւ ամրապնդված ամուր հիմքը դրած, ինչքան էլ ուժերները որ կան մտնեն այդ թեմայի մեջ, մենք արդեն հիմքը դրած կլինենք մեծ մասշտաբի։ Չգիտեմ, կարող է սխալ եմ ասում, բայց ուզում եմ, որ կոնկրետ այդ 15 ճյուղը ես ստեղ զարգացնեմ, հետո չգիտեմ, կարող է դրսի մասով էլ մտածել։ Չէ, չենք ասում Հայաստանի հետ մի կապի, բայց երբ որ մենք Հայաստանից դուրս չենք գալիս է ուրիշ մեկը ստեղ։ Մենք այտենց մտածել ենք, նայեք, կարա BYD-ն ստե զավոդ բացի, դրա համար ճիշտ է մենք ոնց որ չենք մասշտաբավորում հիմա դուրս գնանք, բայց մենք մեր պրոդուկտը վաճառելու ենք ոնց որ ամբողջ աշխարհի վրա։ Այսինքն մենք թե մտնելու ենք Amazon, թե մտնելու ենք Wildberries, թե մտնելու ենք մի քանի էլի հենց կոնկրետ պայստամասերի մասով կա, որ Wildberries-ի պես հարթակա, որը դու ստեղից կարող ես վաճառք անես, չգիտեմ, ամբողջ աշխարհի վրա։ Մենք հիմա այդ հարթակներում կանք եւ քիչ-քիչ զարգացնում ենք մեր վաճառքները։ Այսինքն կենտրոնացնելու ենք այստեղ եւ այստեղից վաճառելու ենք դուրսը։ Այդ վաճառքները լինելու հիմա մենք էլի նաեւ էլեկտրական մեքենաների պայստամասերը մեծ քանակի վաճառում ենք դուրսը։ Շատ լավ, նայեք, մենք ինչ որ ստեղ քննարկում ենք, դա ոչ թե ֆիզիկապես լինենք այնտեղ, լինենք Հայաստանում, բայց վաճառքները կարանք գումարը ստեղ գեներացվի։ Գումարը այստեղ գեներացվի։ Այդ մասով նկատի ունեմ, որ Հիմա նայեք, օրինակ Wildberries-ը ինչ էր անում, որ դու կարայիր պայստամասերը առնեիր, ոչ մի բանից չխառնվեիր, տանեին օրինակ Մոսկվայի Wildberries-ի պայեստներում եւ վաճառք ունենայինք Հայաստանում, չէ՞, բայց այդ նույն բանը մենք այստեղ ենք անելու, ըստեղից վաճառելու ենք այստեղ էլ կա նույն process-ը, որ կարա ասենք Wildberries-ի պայեստ տանես, այստեղից վաճառվի։ Բայց մենք հիմա ինչ ենք անում, կենտրոնացնում ենք մեր պայեստներում, որպեսզի մրցակցային այդ գնառաչարկը լավ առաջարկ անենք, շատ ծախս չունենանք այդ մասով, որ մեր տարածքներում լինի, կենտրոնացնենք այստեղ ու վաճառենք ամբողջ marketplace-ներում։ Շատ լավ, իսկ դու խոսում ես պայստամասերի մասով, իսկ մեքենաների արտադրության մասով չունես դες պլաններ։ Դեռ ոչ։ Շատ մեծ ռեսուրսներ են պահանջում։ Ահռելի։ Ինչքան, ինչ թվերի մասին է խոսում։ Մոտավոր։ Դե գիտեմ դու միլիարդներով ես խոսում, բայց այս պարագայում երևի դոլարներ։ Նայեք, ինչը որ դուք ասում եք Անդրեյ ջան, հիմա նայեք դուք էլ մեծ հորիզոններ ունեք, մեծ աշխարհայացք ունեք եւ online-ում եք, ցանցեր եք բացում, չէ՞։ Դա դժվարություն չի, դա պետքա գործես ու գործում ես, անում ես առանց մի ոնց որ ասած րոպե մտածելու թե ինչ կլինի, բայց գործում ես, անում ես, չէ՞։ Դժվարություն կարող է միգուցե գա մի քանի տարի հետո որ այդ համատեղ արտադրություն էլ ունենանք, ինչի՞ չէ։
մենք ոչ անենք ով պետք է անի։ Այդ է ուզում լսել։ Միանշանակ։ Եթե դուք որպես խոշորագույն այդ ոլորտում Հայաստանում ու մտահոգված ես Հայաստանի տնտեսության, եթե դուք չբացեք արտադրություն, ապա ով։ Միանշանակ։ Դրա համար սպասում եմ մոտավոր երբ։ Չէ, դե կոնկրետ օր մի քիչ բան է, բայց մոտավոր գոնե պլյուս մինուս տարի երևի մինչև 5 տարի։ 5 տարի, հետ ենք ֆիքսում 5 տարի։ Ես ինչ եմ տենց շատ ֆիքսում որ իշասն է դա։ Արմենի զրոյից տեսել եմ այդ բիզնեսը ոնց է ինքը կառուցել ու ասում եթե Արմենը այդ ոլորտում ինքը արտադրություն չի բացի Հայաստանում ով կարա էլի միջազգային շուկայում մրցակցի։ Ու չգիտեմ։ Այս բանը չեմ ճանաչում, դրա համար իհարկե ժամանակ այսօր քո բիզնեսն ենք վերլուծում, մենք կուզենանք արդեն գանք քո մեծ արտադրամասը, ոնց որ գալիս են քո սաուները, գանք արդեն քո արտադրամասը պատմեր ու կիսվեր։ Ու էլի արտադրել ասելով ռոբոտների գործը Դե եթե նայեք բիզնեսում եթե մենք բավարարվում ենք, всё, ինքը արդեն էվոլյուցիան է ենթարկում։ Ուզենք դա չուզենք։ Ու այսօր եթե վեկալենք մեր ընդհանուր վերլուծությունը, այսօր կորպորացիաները, որը հիմնված են ոչ թե տենց շատ սոցիալական, այլ հիմնված են ընդհանուր ֆինանսական զարգացման, իրանք ուտում են։ Ուղղակի գալիս են, նենց առաջարկ են անում, որ չգիտեմ, 20 տարվա մուլտիպլիկատորով կարան բիզնես առնեն։ 20 տարվա մուլտիպլիկատորը, 20 տարվա շրջանառությունով կարան բիզնեսներ առնեն։ 30, 40, Տեսլան вообще ժամանակ է եղել, որ ինքը գնահատել է իր կազմակերպությունը 100 մուլտիպլիկատորով։ Այսինքն 100 տարվա իր շրջանառությունով ինքը գնահատել է իր ակցիան, իր կամպանիան ու ներգրավել է այնքան ռեսուրս, որ կարողացել է այսօր ստեղծի այդ ամենը։ Դրա համար հույսով ենք, որ դու այդ ուղղությամբ աշխատանք իրականացնես։ Ես դե ընդհանուր նաև մի բան կուզենայի նշել, գլոբալ քիչ բիզնեսներ կան, որ տենց արագ զարգացնում են, ողջունելի է։ Եկեք մի հատ ծափարենք Արմենին։ Ես կուզենայի իմանալով թե ինչքան մարքեթինգ ես դուք գումար ծախսում, որ մենք արդեն հստակ թվայնացված ունենանք ռոմին, ձեր մարքեթինգը, ունենա այդ անալիտիկան, այսինքն CRM-ը, վաճառքի թիմը ճիշտ կոորդինացնի, ճիշտ CRM-ը կազմակերպի եւ ունենաս այդ թիվը, թե ինչքան վաճառքից որ տոկոսը ինչքան է զբաղեցնում, ու եթե նոր հաճախորդների ներգրավության տոկոսը գնայում, մարքեթինգի մասով պետք է ճիշտ հաշվարկ ունենալ, ծախսենք $10,000 ու 30, ու եթե այդ մարքեթինգը ամեն անգամ այդ հաշվությունը ավելի դետալային անի, ես գիտեմ որ արվում է, մեծ աշխատանք արվում, մեծ թիմ արվում, բայց ավելի դետալային լինի, ոտը պետալին ու սպասենք քո զավոդի մեկնարկը։ Շնորհակալություն բոլորին։